Սովորական մի առավոտ մի կին ստացավ հրավիրագիր, որը թվում էր անմեղ, մինչ հասկացավ, որ ամսաթիվը դիտավորյալ էր ընտրված, նույնքան դաժանությամբ։ Լռելով նա որոշում ընդունեց, որը պետք է փոխեր ոչ միայն իր ճակատագիրը, այլ այն մարդու համբավը, ով երբեք նրան նվաստացրել էր։ Մեծ օրը բոլորը սպասում էին նրան տեսնել որպես պարտված նախկին կին, բայց ոչ ոք չէր պատկերացնում, թե ով կիջներ նրա կողքով գործարար ջետից։ Իսկ երբ ճշմարտությունն վերջինապես բացահայտվեց, իդեալական խնջույքը վերածվեց անկումների բացահայտումների մի իսկական ներկայացման։ Նախքան այս անսպասելի պատմությանը ծանոթանալը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, նման հուզիչ պատմությունները չկորցնելու համար։ Գլուխ 1. Մարտյան մանր անձրը թափվում էր երանի վրա, ինչպես միշտ համառ ու սողոսկող, դանդաղ թրջելով ասֆալտը թողնելով այն թաց հողի բույրը, որը ներս էր խուժում հին շենքերի բաց պատուհաններից։ Մանեն դիտում էր ավտոբուսի մշուշոտ ապակու վրայով սահող կաթիլները, գրկում պահելով երկվորյակների ուսապարկը, փորձելով չմտածել, թե որքան էր մնացել տուն հասնելուն։ Մարմինը ցավում էր։ Դա սուր ցավ չէր, այնպիսին, որ ստիպում է կանգ առնել ու օգնություն խնդրել։ Դա այն հոգնած, կուտակված ցավն էր, որ բնակվում է նրանց ուսերին, ովքեր չափազանց երկար ժամանակ չափազանց մեծ բեռ են կրում։ Նա առավոտյան ժամը 6-ից աշխատում էր որպես ընդունարանի աշխատակից կենտրոնի մի բժշկական կլինիկայում, իսկ հիմա, երեկոյան գրեթե 7-ին, վերադառնում էր իր երկրորդ հերթափոխից, որպես գրասենյակային օգնական արաբկիրի մի հաշվապահական գրասենյակում։ Երկու աշխատանք։ Երկու տարբեր համազգեստ, պայուսակի մեջ պահված։ Իր երկու տարբերակ, որոնք հերթափոխում էին միմյանց, մասնագիտական ժպիտների ուժասպառ լռությունների մեջ։ Լոնն ու Լարան Հարանուհու, տիկին Սոնայի տանն էին, ալեհեր մազերով բարի սրտով մի կնոջ, որը խնամում էր երկվորյակներին այն օրվանից, երբ Մանեն ստիպված եղավ կրկնապատկել իր աշխատանքային բեռը։ Երեխաները ընդամենը 9 տարեկան էին, բայց կարծես թե իրենց տարիքի համար չափազանց շատ բան էին հասկանում։ Հասկանում էին, որ մայրը շուտ էր գնում ուշ վերադառնում։ Հասկանում էին, որ ամեն ամիս չէին կարող նոր սպորտային կոշիկներ խնդրել։ Հասկանում էին, որ ծննդյան օրն այժմ նշանակում էր պարզ տորտ ընդհանուր նվեր։ Եվ դա Մանեին ավելի շատ էր ցավեցնում, քան ցանկացած կրկնակի հերթափոխ։ Որովհետև նրանք չպետք է հասկանային։ Դեռ ոչ։ Ոչ այդ կերպ։ Երբ ավտոբուսը վերջապես կանգ առավ Կոմիտասի պողոտայի կանգառում, Մանեն շտապ իջավ, խուսափելով ջրափոսերից ամուր բռնելով թրջված պայուսակը։ Շենքը, որտեղ նա ապրում էր, 3 թաղամաս այն կողմ էր, 6 հարկանի շենք առանց վերելակի, թափված ներկով փչացած դոմոֆոնով։ Նա դանդաղ բարձրանում էր աստիճաններով, հաշվելով դրանք, ինչպես միշտ, կարծես դա օգնում էր մոռանալ հոգնածությունը։ Երբ հասավ երրորդ հարկ, թակեց 302 բնակարանի դուռը, տիկին Սոնան բացեց հոգնած ժպիտով, որն արտացոլում էր իրենը։ Տղաները բազմոցին նստած մուլտֆիլմ էին դիտում։ Լոնը, որ միշտ ավելի անհանգիստ էր, ցատկեց տեղից, հենց որ տեսավ մորը։ Լարան, ավելի հանգիստ, պարզապես գլուխը շրջեց ժպտաց այն ամաչկոտ ձով, որը կարծես պահում էր բոլոր այն հարցերը, որոնք նա երբեք չէր տալիս։ Մանեն միաժամանակ գրկեց երկուսին, ամուր սեղմելով, կարծես ուզում էր նրանց փոխանցել մի ուժ, որն ինքն էլ չուներ։ Շնորհակալություն հայտնեց տիկին Սոնային, խոստացավ շաբաթվա օրերի գումարը վճարել շաբաթ օրը երեխաներին տարավ տուն։ Բնակարանը փոքր էր։ Մի ննջասենյակ, որը նա կիսում էր երկվորյակների հետ, մի հյուրասենյակ, որը ծառայում էր ամեն ինչի համար, մի նեղ խոհանոց ճաքած լոգաղցիկով լոգարան։ Դա այն չէր, ինչ նա պատկերացնում էր, երբ 12 տարի առաջ ամուսնացավ Ռուբենի հետ։ Անգամ մոտիկ էլ չէր։ Այն ժամանակ նրանք ապրում էին Վահագնի թաղամասի ընդարձակ բնակարանում, կանաչապատ տեսարանով, պատվերով կահույքով մի կյանքով, որը կարծես թե ինչ-որ տեղ էր տանում։ Ռուբենն աշխատում էր ներդրումային ընկերությունում, լավ էր վաստակում, իսկ նա խնամում էր տունն ու երեխաներին, ինչպես պայմանավորվել էին։ Թվում էր, արդար գործարք է։ Թվում էր, նրանք թիմ են։ Բայց հետո, 4 տարի առաջ, ամեն ինչ փլուզվեց։ Մանեն ցավալի հստակությամբ հիշում էր այդ օրը, կարծես երեկ լիներ։ Ռուբենը սովորականից ուշ եկավ տուն, այն արտահայտությամբ, որը նա արդեն ճանաչում էր, բայց երբեք չէր ուզել անուն տալ։ Նա նստեց բազմոցին, նայեց նրան ասաց մի սառնությամբ, որից մինչ հիմա սարսուռ էր անցնում մաշկով, որ այլս չի սիրում։ Որ իրեն թակարդում է զգում։ Որ ավելին է արժանի կյանքում։ Որ նա հարմարվել է, որ հետաքրքիր չէ, որ չի հասցնում իր ռիթմին։ Եվ հետո եկավ այն մասը, որն իսկապես ամեն ինչ ոչնչացրեց։ Նա արդեն ուրիշի հետ էր։
Աշխատանքի ընկերուհու։ Ավելի երիտասարդ, ավելի հաջողակ, ավելի համահունչ իր նպատակներին։ Լուսինե։ Անունը օտար էր հնչում Մանեի բերանում, կարծես պատկանում էր մի զուգահեռ իրականության, որտեղ ամեն ինչ դաժանորեն տրամաբանական էր։ Ամուսնալուծությունը արագ կործանարար էր։ Ռուբենն ուներ թանկարժեք փաստաբաններ, պատրաստի փաստաթղթեր, նախապես մշակված պլան։ Մանեն դեռ շոկի մեջ ստորագրեց թղթեր, որոնք հազիվ էր հասկանում, հավատալով, որ նա արդար կլինի, որ կհոգա երեխաների մասին։ Բայց պայմանավորված ալիմենտը անբավարար էր։ Վահագնի թաղամասի բնակարանը վաճառվեց, գումարը, ըստ Ռուբենի, ներդրվեց բիզնեսներում, որոնք նա չէր կարող վիճարկել։ Նրան մնաց մի փոքր գումար, որը հազիվ բավականացրեց առաջին ամիսների վարձի հիմնական կահույքի համար։ Եվ Ռուբենը դուրս եկավ բեմից նույն արագությամբ, ինչպես ոչնչացրեց ամեն ինչ, իր հետ տանելով կայունությունը, վստահությունը Մանեի այն տարբերակը, որը հավատում էր, թե սերը հավերժ է, երբ լավ են խնամում։ Սկզբում նա փորձեց միայնակ վերականգնվել։ Աշխատանք փնտրեց, բայց պարզեց, որ աշխատաշուկայից 12 տարի դուրս մնալը քարերի պես ծանր էր։ Պարզեց, որ լրիվ դրույքով մայր լինելը մասնագիտական փորձ չի համարվում։ Պարզեց, որ դրսի աշխարհը իրեն չէր սպասում, որ 36 տարեկանում երկու փոքր երեխաների հետ նորից սկսելը նման էր առանց պարանի Սար բարձրանալուն։ Այդ ժամանակ նա ընդունեց կլինիկայի աշխատանքը, հետո երկրորդ աշխատանքը, սկսեց սովորել այն առօրյային, որը խժռում էր իր օրերը նրան առանց երազելու ուժի էր թողնում։ Լոնն ու Լարան կարոտում էին հորը, բայց Ռուբենը հազվադեպ էր հայտնվում։ Միշտ մի պատրվակ ուներ։ Միշտ գործուղում, կարոր հանդիպում, անհետաձգելի պարտավորություն։ Երեխաները դադարեցին հարցնել։ Դադարեցին սպասել։ Եվ Մանեն իր երեխաների աչքերում տեսավ այն հաշտվողականությունը, որը ոչ մի երեխա չպետք է կրի։ Այդ գիշեր, երկվորյակներին լողացնելուց, պարզ ընթրիք պատրաստելուց երկուսին քնեցնելուց հետո, Մանեն նստեց բնակարանի փոքրիկ պատշգամբում, ձեռքերում գոլ թեյի բաժակը։ Ներքում քաղաքը եռում էր լույսերով ու ձայներով, բայց այնտեղ, այդ մոռացված շենքի երրորդ հարկում, նա իրեն անտեսանելի էր զգում։ Եվ գուցե դա էր, որ ամենից շատ ցավեցնում էր։ Ոչ միայն փողի պակասը, ոչ միայն հոգնածությունը, այլ այն զգացումը, որ նա դարձել էր իր սեփական կյանքի ստվերը, մի երկրորդական դերասանուհի այն պատմության մեջ, որը պետք է իրենը լիներ։ Հենց այդ զգացմունքային ուժասպառության վիճակում, մի քանի շաբաթ անց, ապրիլյան անձրոտ առավոտյան, Մանեն մտավ իր աշխատավայրի, կլինիկայի մոտ գտնվող մի սրճարան։ Նա հազվադեպ էր իրեն թույլ տալիս նման շքեղություններ, բայց այդ օրը հատկապես ուժասպառ էր, մտածեց, որ մի լավ սուրճը կարող է օգնել օրը սկսելուն։ Սրճարանը փոքր էր, բուրավետ, փայտե սեղաններով մեղմ լուսավորությամբ, որը հակադրվում էր դրսի փողոցների սառնությանը։ Մարդիկ քիչ էին։ Ականջակալներով մի երիտասարդ հեռախոսով ինչ-որ բան էր հավաքում։ Մի տարեց կին թերթ էր կարդում։ Եվ մոտ 40 տարեկան մի տղամարդ, համեստ կոստյումով, նստած էր պատուհանի մոտ, սեղանին բացված նոութբուքով։ Մանեն կաթով սուրճ տապակած հաց պատվիրեց։ Վճարում էր, երբ լսեց, թե ինչպես է բարմենը բղավում, զգուշացնելով իր բերած սկուտեղի մասին։ Նա չափազանց արագ շրջվեց, բախվեց ինչ-որ մեկին, զգաց, թե ինչպես է տաք բաժակը սահում ձեռքից։ Մուգ հեղուկը դանդաղ շարժումով թռավ ընկավ ուղիղ կոստյումով տղամարդու նոութբուքի վրա։ Մանեն քարացավ։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա նայեց վնասին, հետո տղամարդուն սպասեց զայրույթի պայթյունին, որն անպայման պետք է գար։ Բայց տղամարդը պարզապես նայեց համակարգչին, հետո նրան ժպտաց։ Անկեղծ ժպիտ, առանց զայրույթի, առանց նյարդայնության։ Ներողություն, ասաց նա, ձայնը դողում էր, իսկ աչքերն արդեն սկսում էին այրվել։ Ես կվճարեմ վերանորոգման համար, խոստանում եմ, ինձ ուղղակի մի քիչ ժամանակ է պետք։ Տղամարդը ձեռքը բարձրացրեց, դեռ ժպտալով։ Հանգիստ, ամեն ինչ կարգին է։ Այսպիսի բաներ պատահում են։ Բայց նոութբուքը, պնդեց Մանեն, գրեթե խուճապի մեջ։ Այն, երի, թանկ արժեր։ Ես ամեն ինչի կրկնօրինակն ունեմ, պատասխանեց նա մի անիրական թվացող հանգստությամբ։ Եվ բացի այդ, ինձ պատճառ էր պետք նորը գնելու համար։ Այնպես որ, շնորհակալություն։ Մանեն թարթեց աչքերը, չիմանալով, նա անկեղծ էր, թե պարզապես չափազանց քաղաքավարի։ Նա դեռ փորձեց պնդել, բայց տղամարդը խնդրեց, որ նստի, շունչ քաշի, հանգիստ խմի իր սուրճը։ Ասաց, որ լուրջ է։ Որ ոչ մի խնդիր չկա։
Եվ հետո այդ զինաթափող բարությամբ նա մի աթոռ քաշեց հարցրեց արդյոք նա չի ուզում կիսել սեղանը, քանի որ երկուսն էլ մենակ էին։ Նա տատանվեց։ Սովորություն չուներ անծանոթների հետ զրուցելու։ Սովորություն չուներ վստահելու չափազանց մեծ թվացող բարությանը։ Բայց այդ տղամարդու մեջ կար ինչ-որ բան, որն անկեղծ էր թվում, մի հանդարտություն, որը հակադրվում էր իր կյանքի քաոսին։ Այնպես որ նա համաձայնեց։ Նրանք 20 րոպե զրուցեցին։ Նա ասաց, որ իր անունը Դավիթ է, որ աշխատում է տեխնոլոգիաների ոլորտում, սիրում է օրը սկսել այդ սրճարանում, քանի որ այնտեղ լուռ է։ Նա ասաց, որ իր անունը Մանե է, որ աշխատում է կլինիկայում, հազվադեպ է ժամանակ ունենում լավ սուրճի համար։ Խորը թեմաներից չխոսեցին։ Համարներ չփոխանակեցին։ Դա պարզապես թեթ զրույց էր երկու անծանոթների միջ երկուշաբթի առավոտյան։ Բայց երբ Մանեն դուրս եկավ այնտեղից քայլեց դեպի կլինիկա, զգաց մի բան, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Զգաց, որ ինչ-որ մեկը իրեն տեսել է։ Ոչ որպես աշխատակցուհի, ոչ որպես մայր, ոչ որպես նախկին կին։ Պարզապես որպես Մանե։ Հաջորդ օրերին նա վերադարձավ սրճարան։ Սկզբում պարզապես աշխատանքից առաջ սուրճ խմելու։ Հետո, որովհետև հույս ուներ նորից հանդիպել Դավթին։ Եվ հանդիպեց։ Նա այնտեղ էր, միշտ նույն հանգիստ ժպիտով, միշտ պատրաստ զրուցելու։ Նրանք սկսեցին հանդիպել շաբաթական 2-3 անգամ։ Զրույցներ, որոնք սկսվում էին եղանակից ավարտվում հին երազանքների ու ներկա վախերի մասին։ Դավիթը երբեք չէր ներխուժում։ Երբեք չէր ճնշում։ Պարզապես լսում էր մի ուշադրությամբ, որը Մանեին ստիպում էր զգալ, թե իր խոսքերը կարևոր են։ Միայն մի քանի շաբաթ անց նա գրեթե պատահաբար, հեռախոսում տեսած մի նորության միջոցով, պարզեց, որ Դավիթը պարզապես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող համակրելի տղա չէ։ Նա Դավիթ Անդրանիկյանն էր, Հայաստանի խոշորագույն ծրագրային ապահովման ընկերություններից մեկի հիմնադիր գործադիր տնօրեն, որի շրջանառությունը միլիարդների էր հասնում, որն անթերի հեղինակություն ուներ շուկայում։ Մանեն կարդալիս քիչ մնաց խեղդվեր սուրճից։ Նա նայեց սեղանի մյուս կողմում նստած տղամարդուն, որը հանգիստ ինչ-որ բան էր հավաքում նոր նոթբուքով, չկարողացավ հավատալ։ Նա երբեք չէր նշել։ Երբեք չէր ցուցադրել։ Երբեք իրեն փոքր չէր զգացել։ Երբ նա վերջապես հարցրեց, նյարդայնացած չիմանալով, թե ինչպես մոտենալ թեմային, Դավիթը պարզապես ուսերը թոթվեց ասաց, որ դա աշխատանք է։ Որ այնտեղ, այդ սրճարանում, նա պարզապես Դավիթն է, որը սիրում է թունդ սուրճ լավ զրույց։ Եվ Մանեն հասկացավ, որ նա անկեղծ է։ Դա կեղծ համեստություն չէր։ Դա պարզապես մի տղամարդ էր, որը հոգնել էր նրանից, որ իրեն տեսնում են միայն իր ունեցածի համար, ուզում էր, որ իրեն տեսնեն նրա համար, ինչ ինքը կա։ Աստիճանաբար, այն, ինչ սկսվել էր որպես պատահական հանդիպում, վերածվեց ընկերության։ Եվ ընկերությունը ավելիին։ Դա հանկարծակի չեղավ։ Դա նուրբ էր, կառուցված կիսված սուրճերի, փոխանակված ժպիտների հարմարավետ լռությունների վրա։ Դավիթը սկսեց հարցնել նրա երեխաների մասին։ Մանեն, վախենալով վախեցնել նրան, քիչ-քիչ պատմեց։ Բայց նա երբեք հետ չքաշվեց։ Ընդհակառակը, ուզեց ծանոթանալ Լոնի Լարայի հետ։ Եվ երբ վերջապես ծանոթացավ նրանց հետ մի արոտ շաբաթ օրը հաղթանակի զբոսայգում, Մանեն իր երեխաների աչքերում տեսավ մի բան, որը վաղուց չէր տեսել, անկեղծ ուրախություն։ Դավիթը խաղաց նրանց հետ, զրուցեց, իրական ուշադրությամբ լսեց նրանց անհեթեթ պատմությունները։ Եվ օրվա վերջում, երբ երեխաները ուժասպառ քնեցին մեքենայի հետի նստատեղին, նա բռնեց Մանեի ձեռքը, ասաց մի պարզ բան, որը խորը արձագանք գտավ նրա մեջ։ Դու անհավանական ես, Մանե։ Եվ քո երեխաները դրա ապացույցն են։ Նա լաց եղավ այդ գիշեր։ Լաց եղավ, որովհետև վերջապես ինչ-որ մեկը տեսնում էր այն, ինչ լինելու համար նա այդքան ջանք էր գործադրել։ Լաց եղավ, որովհետև տարիների մեջ առաջին անգամ զգաց, որ մենակ չէ։ Բայց Ռուբենի ստվերը դեռ սավառնում էր։ Մանեն վախենում էր, որ եթե նա իմանա Դավթի մասին, կփորձի դա օգտագործել իր դեմ։ Ռուբենը մանիպուլյատոր էր, նա դա գիտեր։ Նա կարող էր պնդել, որ Մանեն երեխաներին անծանոթների հետ է շփման մեջ դնում, որ նա պատշաճ մայր չէ, որ խնամակալությունը պետք է վերանայվի։ Այնպես որ թե ցավալի էր, նա խնդրեց Դավթին, որ իրենց հարաբերությունները գաղտնի պահեն։ Նա հասկացավ։ Հարգեց նրա յուրաքանչյուր վախը։ Եվ հենց այդ հարգանքի, այդ անսահման համբերության մեջ Մանեն սկսեց բուժվել Ռուբենի թողած վերքերից։
Ամիսներն անցան։ Հարաբերությունները գաղտնի աճեցին, պաշտպանված անցյալի ճանկերից։ Եվ Մանեն տարիների մեջ առաջին անգամ սկսեց զգալ, որ կյանքը կարող է այլ լինել։ Որ նա արժանի է երջանիկ լինելու։ Որ Ռուբենի հետ ամուսնության ավարտը իր պատմության ավարտը չէր։ Բայց հետո, հոկտեմբերյան մի կեսօրին, փոստատարը շենքի փոստարկղում հաստ ծրար թողեց։ Մանեն բացեց առանց շատ մտածելու։ Ներսում էլեգանտ հրավիրատոմս էր, տպված թանկարժեք թղթի վրա, ոսկեգույն տառերով մոմե կնիքով։ Դա հարսանեկան հրավիրատոմս էր։ Ռուբեն Լուսինե։ Ամսաթիվը նշանակված էր նոյեմբերի 23-ին։ Նույն օրը, երբ ինքն ու Ռուբենն ամուսնացել էին 12 տարի առաջ։ Մանեն կարդաց ու վերընթերցեց հրավիրատոմսը, զգալով, թե ինչպես է ստամոքսը խառնվում։ Դա պարզապես հրավիրատոմս չէր։ Դա ուղերձ էր։ Դա Ռուբենն էր ասում, տես, թե ինչ կորցրեցիր։ Տես, թե ինչքան լավ եմ ես առանց քեզ։ Տես, թե ինչպես ես հաղթեցի, իսկ դու հետ մնացիր։ Նա նստեց մահճակալի եզրին, դողացող ձեռքերով բռնելով թուղթը, զգաց, թե ինչպես են բոլոր հին վերքերը նորից բացվում։ Նվաստացումը։ Զայրույթը։ Այն զգացումը, որ իրեն դեն են նետել ու փոխարինել, կարծես ոչ մի արժեք չունենար։ Բայց այս անգամ ինչ-որ բան այլ էր։ Մանեն այլս մենակ չէր։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց Դավթին։ Երբ նա պատասխանեց, Մանեն չկարողացավ նորմալ խոսել։ Պարզապես լաց եղավ։ Եվ Դավիթը, առանց հարցեր տալու, ասաց, որ 20 րոպեից այնտեղ կլինի։ Եվ եղավ։ Նա եկավ, գրկեց նրան, թույլ տվեց, որ նա թուլանա իր ուսին, երբ Մանեն վերջապես կարողացավ խոսել, երբ ցույց տվեց հրավիրատոմսը, բացատրեց այդ ամսաթվի դաժանությունը, Դավիթը երկար պահ լուռ մնաց։ Հետո խորը նայեց նրա աչքերին, մի պարզ հարց տվեց. Դու ուզում ես գնալ։ Մանեն թարթեց աչքերը, շփոթված։ Ինչու պետք է գնամ։ Որովհետև նա ուզում է, որ դու քեզ փոքր զգաս, պատասխանեց Դավիթը մի հանգստությամբ, որը կարծես թե ավելի մեծ բան էր թաքցնում։ Եվ գուցե ժամանակն է ցույց տալ նրան, որ դու երբեք այդպիսին չես եղել։ Նա այդ պահին լիովին չհասկացավ, թե Դավիթն ինչ նկատի ուներ։ Բայց նրա աչքերում տեսավ մի վճռականություն, որը վախեցրեց իրեն, մինույն ժամանակ հանգստացրեց։ Ինչ-որ բան էր շարժվում։ Ինչ-որ բան, որ նա դեռ լիովին չէր հասկանում։ Բայց այդ հրավիրատոմսը ստանալուց հետո առաջին անգամ Մանեն զգաց, որ գուցե պետք չէ այդ բեռը միայնակ գրել։ Գուցե այս անգամ նա իր կողքին ուներ մեկին, ով իսկապես կպայքարեր իր համար։ Գլուխ 2։ Հրավիրատոմսից հետո հաջորդող օրերը տարօրինակ էին։ Մանեն զգում էր, կարծես երկու զուգահեռ կյանքով է ապրում։ Առավոտյան շուտ էր արթնանում, երկվորյակների նախաճաշն էր պատրաստում, նրանց դպրոց տանում, վազում կլինիկայի աշխատանքին, հետո հաշվապահական գրասենյակ, վերցնում երեխաներին, նրանց հետ տնային աշխատանք անում, ընթրիք պատրաստում, լողացնում, քնեցնում։ Դա սովորական, մեխանիկական ուժասպառ առօրյան էր։ Բայց ներսում ինչ-որ բան այլ էր։ Կար մի անհանգստություն, որը նա չէր կարողանում անվանել, մի զգացում, որ ամեն ինչ շուտով փոխվելու է, լավի թե վատի։ Դավիթը այդ գիշերվանից ավելի լուռ էր դարձել։ Ոչ հեռու, այլ մտախոհ։ Նա շարունակում էր ամեն օր զանգել, շարունակում էր հարցնել, թե ինչպես է նա, շարունակում էր ներկա լինել։ Բայց Մանեն նկատում էր, որ կուլիսներում ինչ-որ բան է շարժվում, ինչ-որ բան, որը նա դեռ չէր կիսում։ Եվ դա նրան նյարդայնացնում էր, մինույն ժամանակ հետաքրքրում։ Նա վստահում էր նրան, բայց հստակ չգիտեր, թե ինչ սպասել։ Մի ուրբաթ օր, հրավիրատոմսից գրեթե 3 շաբաթ անց, Դավիթը խնդրեց հանդիպել։ Ոչ թե սրճարանում, ինչպես սովորաբար, այլ ավելի առանձնացված վայրում։ Նա առաջարկեց իր բնակարանը, հյուսիսային պողոտայի մի ժամանակակից շենքում, Մանեն համաձայնեց, երկվորյակներին մի քանի ժամով թողնելով տիկին Սոնայի մոտ։ Երբ հասցեին, տպավորվեց վայրի համեստությամբ։ Դա ցուցադրական չէր, բայց ակնհայտորեն բարձրակարգ էր։ Էլեգանտ մուտք, զուսպ անվտանգություն, անաղմուկ վերելակ։ Դավիթը դռան մոտ դիմավորեց նրան ամուր գրկախառնությամբ ուղեկցեց դեպի հյուրասենյակ, ընդարձակ հսկայական պատուհաններով, որոնք նայում էին լուսավորված քաղաքին։ Նա գինի առաջարկեց, բայց Մանեն ջուր խնդրեց։ Չափազանց նյարդային էր ինչ-որ բան խմելու համար, որը կարող էր իրեն ավելի խոցելի դարձնել։ Նրանք նստեցին բազմոցին, մի քանի րոպե լուռ մնացին, լսելով միայն ներքի երթեկության հեռավոր ձայնը։
Հետո Դավիթը խորը շունչ քաշեց, սկսեց խոսել. «Մանե, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Եվ դու կարող ես բարկանալ ինձ վրա, բայց ես դա արել եմ, որովհետև մտածում եմ քո տղաների մասին»։ Նա նայեց նրան, սիրտը արագանալով. «Ինչի՞ մասին ես խոսում»։ Դավիթը վերցրեց կաշվե թղթապանակը, որը դրված էր սուրճի սեղանիկի վրա, դանդաղ բացեց այն։ Ներսում մի կույտ փաստաթղթեր կային, որոշները տպագիր, մյուսները ձեռագիր նշումներով։ Նա հանեց առաջին թղթերը, դրեց Մանեի առջ։ Այն բանից հետո, երբ դու ինձ ցույց տվեցիր այդ հրավիրատոմսը, ես շատ մտածեցի։ Մտածեցի, թե ինչպես կարող է մարդն այդքան դաժան լինել, որ նոր հարսանիքը նշանակի հին հարսանիքի օրը։ Մտածեցի այն ամենի մասին, ինչ դու ինձ պատմել ես ամուսնալուծության մասին, թե որքան արագ է եղել, թե ինչպես է ստորագրել թղթեր, առանց լիովին հասկանալու։ Եվ ես սկսեցի կասկածել։ Մանեն նայեց փաստաթղթերին, չհասկանալով։ Ինչի՞ց կասկածել։ Որ Ռուբենը ազնիվ չի խաղացել, պատասխանեց Դավիթը, ձայնը հաստատուն, բայց մեղմ։ Մանե, ես փաստաբան ընկերներ ունեմ։ Լավ փաստաբաններ։ Եվ ես խնդրեցի նրանց ուսումնասիրել քո ամուսնալուծության գործը։ Հեշտ չէր, բայց մենք կարողացանք մուտք գործել որոշ հանրային փաստաթղթեր, այն ամենով, ինչ դու ինձ պատմեցիր, մենք սկսեցինք կտորները միացնել։ Նա զգաց, թե ինչպես է ստամոքսը գծկվում։ Դու Ռուբենին ես հետաքննել։ Ես ամուսնալուծությունն եմ հետաքննել, ուղղեց Դավիթը։ Եվ այն, ինչ ես գտա, շատ ավելի վատ է, քան ես պատկերացնում էի։ Նա սկսեց բացատրել կետ առ կետ, ցույց տալով փաստաթղթերը։ Ամուսնալուծության գործընթացի ընթացքում Ռուբենը հայտարարագրել էր իրականում ունեցածից շատ ավելի փոքր ունեցվածք։ Նա թաքցրել էր բանկային հաշիվներ, ներդրումներ փոխանցել երրորդ անձանց անուններով, կեղծել եկամուտների հայտարարագրերը։ Վահագնի թաղամասի բնակարանը, որը նա պնդում էր, թե վաճառել է ռիսկային բիզնեսներում ներդնելու համար, իրականում վաճառվել էր շատ ավելի բարձր գնով, քան նա հայտարարագրել էր, գումարն անհետացել էր օֆշորային հաշիվներում։ Ալիմենտը, որ նա վճարում էր, հիմնված էր կեղծ եկամտի վրա, որը շատ ավելի ցածր էր, քան նա իրականում վաստակում էր։ Եվ ամենավատը, նրա փաստաբանները ճնշում էին գործադրել Մանեի վրա, որպեսզի նա ստորագրի մի համաձայնագիր, որով հրաժարվում էր գույքի բաժանման վերանայումից, ամեն ինչ արված այնքան արագ, որ նա հազիվ ժամանակ ունեցավ գիտակցելու։ Մանեն լսում էր այս ամենը շոկի աճող զայրույթի խառնուրդով։ Ինչպես կարողացավ նա դա անել։ Որովհետև նա գիտեր, որ դու խոցելի ես, պատասխանեց Դավիթը, աչքերում տխրությամբ։ Նա գիտեր, որ դու շոկի մեջ ես, որ լավ փաստաբան չունես, որ պարզապես ուզում ես արագ վերջացնել այդ ամենը։ Եվ նա օգտվեց դրանից։ Նա հետ նստեց բազմոցին, դողալով։ Զգում էր, կարծես գետինը փախչում է ոտքերի տակից։ Բոլոր այդ անքուն գիշերները, բոլոր այդ ուժասպառ աշխատանքային օրերը, ամբողջ այդ մեղքի զգացումը, որ չի կարողանում երեխաներին տալ այն, ինչին նրանք արժանի են։ Եվ այս ամենը, որովհետև Ռուբենը ստել էր, գողացել, մանիպուլյացիայի ենթարկել։ Զայրույթը, որ նա զգաց, այնքան ուժեղ էր, որ նույնիսկ վախեցրեց իրեն։ Նա երբեք իրեն թույլ չէր տվել իսկապես զայրանալ։ Միշտ կուլ էր տվել, միշտ ընդունել, միշտ մտածել, որ գուցե դա նա իր մեղքն է։ Բայց հիմա, այդ թղթերի, այդ բացահայտված ճշմարտության առջ, նա այլևս չէր կարողանում զսպել իրեն։ Ես նրան դատի կտամ, ասաց նա, ձայնը ցածր, բայց հաստատուն։ Ես կգնամ յուրաքանչյուր կոպեկի հետից, որ նա ինձնից գողացել է։ Դավիթը նրա ձեռքերը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Դու կարող ես։ Եվ պետք է։ Բայց դա պետք է արվի ճիշտ ձով։ Հիմնավոր ապացույցներով, պատրաստված փաստաբաններով, մի ռազմավարությամբ, որը բացթողումներ չի թողնի։ Մանեն նայեց նրան, աչքերը լի զսպված արցունքներով։ Ինչու ես դու այս ամենն անում ինձ համար։ Որովհետև դու արժանի ես արդարության, պատասխանեց Դավիթը, պարզ ուղիղ։ Եվ որովհետև ես չեմ կարող տանել, երբ տեսնում եմ, թե ինչպես է մեկը, ում ես սիրում եմ, ոտնահարվում մեկի կողմից, ով երբեք չի իմացել, թե ինչ արժեք ուներ իր կողքին։ Խոսքը կախված մնաց օդում։ Սեր։ Դավիթն ասել էր, որ սիրում է իրեն։ Ոչ ռոմանտիկ քաղցր ձով, այլ իրական, խորը, այնպես, ինչպես իսկապես կարող է։ Մանեն զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Որքան ժամանակ էր, որ ոչ ոք իրեն այսպես չէր սիրել։ Որքան ժամանակ էր, որ ոչ ոք իր համար չէր պայքարել։
Նա գրկեց Դավթին թույլ տվեց, որ արցունքները վերջապես դուրս գան։ Լաց եղավ անարդարության, ցավի, այն թեթացման համար, որ այլս մենակ չէր։ Եվ երբ հանգստացավ, նայեց նրան հարցրեց. «Ինչ պետք է անեմ»։ Հաջորդ օրերին Դավիթը նրան կապեց Խարտախ ամուսնալուծությունների մեջ մասնագիտացած փաստաբանների թիմի հետ։ Նրանք լուրջ մասնագետներ էին, հեղինակավոր գրասենյակից, որոնք ընդունեցին գործը ոչ միայն բարդության, այլ այն վրդովմունքի համար, որ զգացին լսելով Մանեի պատմությունը։ Նրանք անմիջապես սկսեցին աշխատել, հավաքելով ապացույցներ, համադրելով տվյալներ, կազմելով հզոր գործ, որն անհնար կլիներ վիճարկել։ Ամեն ինչ բացարձակ գաղտնիության պայմաններում։ Ռուբենը չպետք է ոչինչ իմանար, մինչ որ շատ ուշ լիներ։ Մանեն շարունակում էր իր սովորական առօրյան։ Աշխատանք, երեխաներ, հաշիվներ, հոգնածություն։ Բայց ներսում ինչ-որ բան փոխվում էր։ Նա այլս այն հաշտվող կինը չէր, որը լուռ ընդունում էր ամեն ինչ։ Նա սկսում էր վերականգնել մի բան, որը վաղուց կորցրել էր՝ իր ձայնը, իր ուժը, իրավունքը պայքարելու նրա համար, ինչն իրենն էր, ինչին արժանի էին իր երեխաները։ Շաբաթներն անցան, նոյեմբերը շատ արագ եկավ։ Ռուբենի Լուսինեի հարսանիքը նշանակված էր 23-ին, շաբաթ օրը, Դիլիջանի շրջանի մի շքեղ առանձնատանը։ Մանեն գիտեր, որովհետև հրավիրատոմսը պարունակում էր բոլոր մանրամասները՝ բացօթյա արարողություն, 200 հյուրով խնջույք, էլեգանտ դրես կոդ, մասնավոր կայանատեղի։ Ամեն ինչ շատ մեծ էր, շատ թանկ, շատ ցուցադրական։ Հենց այնպիսի բան, որ Ռուբենը սիրում էր։ Հենց այնպիսի բան, որ նա ուզում էր քսել նրա դեմքին։ Հարցը, որ տանջում էր Մանեի գլուխը, սա էր. արդյոք նա պետք է գնա։ Նրա մի մասը ուզում էր անտեսել ամեն ինչ, պատռել հրավիրատոմսը առաջ շարժվել։ Բայց մյուս մասը, այն մեկը, որը նվաստացվել, դեն էր նետվել խաբվել, ուզում էր այնտեղ լինել։ Ուզում էր տեսնել Ռուբենի դեմքը, երբ նա կիմանար, որ ինքն այլս այն հյուծված կինը չէ, որին նա թողել էր։ Ուզում էր, որ նա իմանա, որ սխալ է գործել։ Հսկայական սխալ։ Եվ որ այդ սխալը շուտով իր գինն էր պահանջելու։ Մի գիշեր, հարսանիքից մեկ շաբաթ առաջ, Մանեն որոշում կայացրեց։ Պառկած էր բազմոցին, երկվորյակներն արդեն քնած էին սենյակում, երբ զանգեց Դավթին։ «Ես գնալու եմ», ասաց նա, հենց որ նա պատասխանեց։ «Գնալու եմ հարսանիքին»։ Գծի մյուս կողմում լռություն տիրեց, հետո Դավիթը հարցրեց. «Համոզվա՞ծ ես»։ «Այո։ Ես պետք է դա անեմ։ Ոչ թե նրա համար։ Ինձ համար։ Ինձ ցույց տալու համար, որ ես այլս չեմ վախենում»։ «Ապա ես քեզ հետ կգամ», ասաց Դավիթը հաստատուն։ «Դու մենակ չես գնա»։ Մանեն հսկայական թեթացում զգաց։ «Դավիթ, դու պարտավոր չես»։ «Գիտեմ, որ պարտավոր չեմ։ Բայց ես ուզում եմ։ Եվ բացի այդ, ամեն ինչ արդեն պլանավորված է»։ «Ինչպես թե»։ Դավիթը բացատրեց, որ փաստաբանների հետ միասին նա ինչ-որ բան էր պատրաստել։ Հարսանիքի օրը նրանք Ռուբենին կհանձնեն ամուսնալուծության գործընթացի վերաբացման պաշտոնական ծանուցումը, այժմ արդեն խարդախության, գույքի թաքցման փաստաթղթերի կեղծման բոլոր ապացույցներով։ Դա կարվեր զուսպ, հյուրերից հեռու, բայց կարվեր։ Եվ Ռուբենը, այն օրը, որը պետք է լիներ իր կյանքի ամենաերջանիկ օրը, կիմանար, որ իր անցյալը վերադառնում է, ոչնչացնելու իր ապագան։ Մանեն լսում էր այս ամենը ուժեղ բաբախող սրտով։ Դա ռիսկային էր։ Դա համարձակ էր։ Դա հենց այնպիսի բան էր, որ նա երբեք միայնակ անելու համարձակություն չէր ունենա։ Բայց Դավթի հետ, արդարության հետ, որը վերջապես իր կողմն էր, դա հնարավոր էր թվում։ Ճիշտ էր թվում։ Հաջորդ օրերին Մանեն արեց մի բան, որը տարիներ շարունակ չէր արել, խնամեց իրեն։ Դավիթը պնդեց, որ նա իրեն թույլ տա դա, նույնիսկ օգնություն առաջարկեց, բայց նա մեծ մասամբ մերժեց։ Ուզում էր ինքնուրույն անել։ Գնաց մի պարզ, բայց հմուտ գեղեցկության սրահ խնդրեց կարգի բերել իր չորացած անկենդան մազերը։ Վարսահարդարը, Անահիտ անունով մի համակրելի կին, կտրեց ծայրերը, խորը խոնավեցում արեց, ավելի վառ երանգ տվեց շագանակագույն մազերին։ Երբ Մանեն նայեց հայելու մեջ, քիչ մնաց չճանաչեր իրեն։ Տարիներով ավելի երիտասարդ էր թվում։ Կենդանի էր թվում։ Հետո գնաց կենտրոնի մի հագուստի խանութ, ոչ շատ թանկ, բայց գտավ մի մուգ կապույտ զգեստ, որը լավ էր նստում մարմնին, համեստ էլեգանտություն ուներ։ Դա ցուցադրականություն չէր։ Դա արժանապատվություն էր։
Դա այն Մանեն էր, որ նա ուզում էր լինել, ոչ թե այն Մանեն, որին Ռուբենը փորձել էր ոչնչացնել։ Դավիթը իր հերթին կազմակերպեց վերջին մանրամասները։ Նա հարսանիքի օրվա համար անձնական ինքնաթիռ վարձեց, ոչ թե ցուցադրականության, այլ գործնականության ազդեցության համար։ Ուզում էր, որ իրենց ժամանումը նկատվի։ Ուզում էր, որ Ռուբենը առաջին վայրկյանից զգա, որ ինչ-որ բան այլ է։ Մանեն սկզբում դա չափազանցություն համարեց, բայց Դավիթը բացատրեց, որ խոսքը հարստություն ցույց տալու մասին չէ։ Խոսքը նրա մասին էր, որ նա այլս մենակ չէ, որ իր կողքին կա մեկը, ով իրեն գնահատում է, պաշտպանում, պայքարում իր համար։ Լոնն ու Լարան, իհարկե, նույնպես գնալու էին։ Մանեն նրանց դուրս չէր թողնի։ Ի վերջո, նրանք նույնպես հոր եսասիրական ընտրությունների զոհն էին դարձել։ Եվ կարևոր էր, որ նրանք տեսնեին մորը ոտքի կանգնած, ուժեղ, պայքարող ճշտի համար։ Դավիթը նոր հագուստ գնեց երկուսի համար, կոստյում Լոնի համար, համեստ զգեստ Լարայի համար, խոսեց նրանց հետ օրվա մասին։ Բացատրեց, որ իրենց հայրը նորից է ամուսնանում, որ իրենց մայրը հրավիրված է, որ նրանք բոլորը միասին կգնան որպես ընտանիք։ Երկվորյակները, որոնք արդեն կապվել էին Դավթի հետ, բնականon ընդունեցին։ Նրանց համար Դավիթն արդեն իրենց կյանքի մի մասն էր այնպես, ինչպես Ռուբենը երբեք այլս չէր լինի։ Հարսանիքի նախօրեին Մանեն հազիվ կարողացավ քնել։ Պտտվում էր անկողնում, մտածելով այն ամենի մասին, ինչ կարող էր պատահել, թե ինչպես կարձագանքեր Ռուբենը, թե ինչպես կլիներ այնտեղ, լի մարդկանցով, որոնք իրեն ճանաչում էին միայն որպես դեն նետված նախկին կին։ Բայց ամեն անգամ, երբ վախը սպառնում էր տիրել, նա հիշում էր Դավթի խոսքերը. «Դու մենակ չես»։ Եվ հիշում էր փաստաթղթերը, ապացույցները, արդարությունը, որը վերջապես իր կողմն էր։ Եվ դա հանգստացնում էր սիրտը։ Երբ շաբաթ օրը բացվեց, երկինքը պարզ էր ու կապույտ, առանց մի ամպի։ Կարծես կատարյալ օր լիներ հարսանիքի համար։ Մանեն շուտ արթնացավ, երկար լոգանք ընդունեց, հագավ մուգ կապույտ զգեստը, խնամքով հարդարեց մազերը, թեթ դիմահարդարում արեց։ Երբ նայեց ամբողջ հասակով հայելու մեջ, տեսավ մի կնոջ, որին վաղուց չէր տեսել։ Գեղեցիկ, ուժեղ, արժանապատիվ կնոջ։ Մի կնոջ, որը հարգանքի էր արժանի։ Դավիթը ժամը 9-ին եկավ համեստ մեքենայով, նրանց տանելու։ Լոնն ու Լարան ոգորված էին ինքնաթիռով թռչելու մտքից, մի բան, որ երբեք չէին արել։ Մանեն ժպտաց, տեսնելով նրանց ոգորությունը, մտովի շնորհակալություն հայտնեց Դավթին դա ապահովելու համար։ Ճանապարհը դեպի Զվարթնոց օդանավակայան հանգիստ էր։ Մանեն հետի նստատեղին բռնել էր Դավթի ձեռքը, զգալով նրա տաք ափը իր ափի մեջ, դա բավական էր ցանկացած դող հանգստացնելու համար։ Երբ հասան մասնավոր անկար, Մանեն առաջին անգամ տեսավ ինքնաթիռը։ Այն էլեգանտ էր, սպիտակ արծաթագույն, կողքին զուսպ գրված Դավթի ընկերության անունը։ Երկվորյակները ոգորված վազեցին դեպի աստիճանները, Դավիթը հետեց նրանց, օգնելով բարձրանալ։ Մանեն մի պահ կանգ առավ, նայելով այդ տեսարանին։ 4 տարի առաջ նա մենակ էր, կոտրված, անհույս։ Իսկ հիմա այնտեղ էր, պատրաստվում էր նստել մասնավոր ինքնաթիռ, մի տղամարդու կողքին, ով իսկապես սիրում էր իրեն, իր երջանիկ երեխաների հետ, ճանապարհին դեպի մի առճակատում, որը կփոխեր ամեն ինչ։ Թռիչքը կարճ էր, 40 րոպեից էլ քիչ մինչ Դիլիջան։ Ճանապարհին Դավիթը զրուցում էր երկվորյակների հետ, ցույց տվեց օդաչուի խցիկը, թույլ տվեց, որ նրանք իրենց առանձնահատուկ զգան։ Մանեն հեռվից հետում էր ամեն ինչին, երախտագիտությունից սիրտը սեղմված։ Երբ ինքնաթիռը սկսեց իջնել, նա նայեց պատուհանից, տեսավ ներքի առանձնատունը։ Այն հսկայական էր, անթերի այգիներով, սպիտակ մատուռով, բացօթյա տեղադրված խնջույքի տարածքով։ Շքեղ մեքենաներն արդեն կայանված էին, էլեգանտ մարդիկ շրջում էին տարածքում։ Հենց այնպես էր, ինչպես նա պատկերացնում էր։ Մեծ, թանկ, կատարյալ։ Ռուբենի երազանքների հարսանիքը։ Կամ գոնե այն, ինչ նա կարծում էր, թե իր երազանքներն են։ Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց առանձնատան մասնավոր թռիչքուղու վրա, շարժիչների ձայնը բարձր արձագանքեց, գրավելով բոլորի ուշադրությունը։ Հյուրերը գլուխները շրջեցին, հետաքրքրված։ Աստիճաններն իջեցվեցին, Դավիթն առաջին իջավ, հետո օգնեց երկվորյակներին։ Վերջում ինքնաթիռի դռան մոտ հայտնվեց Մանեն։ Թեթ քամին ծածանեց նրա մուգ կապույտ զգեստը, նա դանդաղ իջավ աստիճաններով, գլուխը բարձր պահած հայացքը հաստատուն։ Դա ամբարտավանություն չէր։ Դա մաքուր արժանապատվություն էր։ Լռությունը, որ տիրեց խնջույքի վրա, գրեթե շոշափելի էր։ Մարդիկ դադարեցին խոսել։
Հայացքները շրջվեցին։ Շշուկներ սկսվեցին։ Եվ հետո, ամբոխի մեջ, Մանեն տեսավ Ռուբենին։ Նա կանգնած էր մատուռի մուտքի մոտ, խոսում էր մի քանի հյուրերի հետ, հագին անթերի կոստյում։ Երբ տեսավ ինքնաթիռը, ճակատը կիտեց։ Երբ տեսավ իջնող Մանեին, դեմքը գունատվեց։ Նա քարացավ, կարծես ուրվական տեսած լիներ։ Եվ, ինչ-որ առումով, տեսել էր։ Որովհետև կինը, որին նա դեն էր նետել, նվաստացրել գողացել, այլս նույնը չէր։ Նա վերադարձել էր։ Եվ այս անգամ մենակ չէր։ Գլուխ 3 Օթն այլ էր։ Մանեն դա զգում էր, երբ քայլում էր առանձնատան անթերի խոտածածկով, Դավթի հետ կողք կողքի երկվորյակներին ձեռքներից բռնած։ Կարծես իր յուրաքանչյուր քայլը սովորականից ավելի բարձր էր արձագանքում, կարծես աշխարհը շուրջ բոլորը ամեն ինչի ձայնը իջեցրել էր, որպեսզի միայն այդ պահը կարող լիներ։ Հյուրերը շարունակում էին նայել, ոմանք ավելի լավ էին թաքցնում, քան մյուսները, բայց բոլորն ակնհայտորեն ցնցված էին։ Նա ճանաչում էր որոշ դեմքեր։ Ռուբենի հին ընկերներին։ Նրա աշխատանքի գործընկերներին։ Մարդկանց, ովքեր հաճախում էին իրենց տունը Վահագնի թաղամասում անհետացան, հենց որ ամուսնալուծությունը հայտարարվեց։ Մարդկանց, ովքեր կողմ էին ընտրել։ Եվ դա իր կողմը չէր։ Բայց հիմա, տեսնելով նրան այնտեղ էլեգանտ, հաջողություն վստահություն ճառագող տղամարդու ուղեկցությամբ, խնամված երեխաների հետ կողքին, այդ նույն մարդիկ շփոթված էին թվում։ Կարծես չէին կարողանում համապատասխանեցնել իրենց ունեցած պատկերը, լքված աղքատ նախկին կնոջ, այն կնոջ հետ, որը հենց նոր իջավ մասնավոր ինքնաթիռից։ Մանեն կարող էր կարդալ հարցը նրանցից յուրաքանչյուրի աչքերում։ Ինչպե՞ս։ Երբ։ Ո՞վ է նա։ Ռուբենը դեռ քարացած կանգնած էր մատուռի մուտքի մոտ։ Լուսինեն նրա կողքին էր, հագին սպիտակ խալաթ, որի տակ, հավանաբար, հարսանեկան զգեստներ, մազերն արդեն հարդարված էլեգանտ կոկոնով հավաքված։ Նա նույնպես նայում էր Մանեին, բայց այլ արտահայտությամբ։ Դա ցնցում չէր։ Դա ավելի շատ կասկածի նյարդայնության խառնուրդ էր։ Կարծես Մանեի ներկայությունը անձնական վիրավորանք լիներ, ներխուժում մի օր, որը պետք է կատարյալ լիներ։ Դավիթը թեթակի թեքվեց դեպի Մանեն շշնջաց նրա ականջին։ Լավ ես։ Այո, պատասխանեց նա, դա ճիշտ էր։ Երկար ժամանակ հետո առաջին անգամ նա չէր դողում, չէր վախենում, իրեն փոքր չէր զգում։ Կանգնած էր ուղիղ, ամուր, պատրաստ։ Նրանք քայլեցին դեպի ստվերոտ մի տարածք, սպիտակ ոսկեգույն ծաղիկներով զարդարված սեղանի մոտ, որտեղ մի քանի հյուրեր շամպայն էին խմում ցածրաձայն զրուցում։ Լոնն ու Լարան լուռ էին, զգալով, որ օդում ինչ-որ տարօրինակ բան կա, բայց միևնույն ժամանակ հետաքրքրված էին շուրջ բոլորը։ Դավիթը երեխաների համար հյութեր պատվիրեց, իսկ Մանեի համար՝ ջուր, միշտ ուշադիր, միշտ ներկա։ Եվ հետո, վերջապես, Ռուբենը շարժվեց։ Նա արագ քայլերով եկավ նրանց ուղղությամբ, դեմքը կարմրած ծնոտը սեղմված։ Լուսինեն հետեց նրան, փորձելով հանգիստ թվալ, բայց ակնհայտորեն անհանգիստ։ Երբ Ռուբենը բավականաչափ մոտեցավ, կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա նայեց ուղիղ Մանեին, ամբողջովին անտեսելով Դավթին երեխաներին։ Ինչ ես անում այստեղ, նրա ձայնը ավելի բարձր հնչեց, քան նա հավանաբար մտադրվել էր, գրավելով մոտակայքում գտնվողների ուշադրությունը։ Մանեն խորը շունչ քաշեց ժպտաց։ Հանգիստ, գրեթե խաղաղ ժպիտ։ Դու ինձ հրավիրատոմս ես ուղարկել, Ռուբեն։ Մտածեցի, քաղաքավարի կլինի ընդունել։ Դա ձականություն էր, ասաց նա, ձայնը լարված։ Դու շատ լավ գիտես, որ իրականում պետք չէր գայիր։ Ապա ինչու ուղարկել, հարցրեց Մանեն, թեթակի թեքելով գլուխը։ Ինչու նշանակել մեր հին ամուսնության տարեդարձի օրը։ Եթե դա պարզապես ձականություն էր, կարող էիր ցանկացած այլ օր ընտրել։ Ռուբենը բերանը բացեց պատասխանելու, բայց ոչինչ դուրս չեկավ։ Նա ակնհայտորեն անհարմար էր, անակնկալի եկած, առանց սցենարի։ Լուսինեն մի քայլ առաջ արեց ձեռքը դրեց նրա բազկին, կարծես ուզում էր հանգստացնել կամ գուցե վերահսկել նրան։ Տես Մանե, մենք այստեղ խառնաշփոթ չենք ուզում, ասաց Լուսինեն մի տոնով, որը փորձում էր հաշտարար լինել, բայց հնչում էր վերամբարձ։ Սա մեր օրն է։ Եթե եկել ես խնդիրներ ստեղծելու, ավելի լավ է հիմա գնաս։ Մանեն առաջին անգամ իսկապես նայեց Լուսինեին։ Կինը գեղեցիկ էր, մի քանի տարով ավելի երիտասարդ, լավ հագնված այն կեցվածքով, որը բնորոշ է նրանց, ում կյանքում ամեն ինչ հեշտ է տրվել։ Բայց նրա աչքերում կար ինչ-որ բան, որ Մանեն ճանաչեց։
Դա նույն անվստահությունն էր, որ ինքը այդքան երկար կրել էր։ Այն կնոջ անվստահությունը, ով մի տղամարդու հետ է, որն արդեն մեկին դեն է նետել, կարող է նորից անել։ Ես խնդիրներ ստեղծելու չեմ եկել, պատասխանեց Մանեն, ձայնը հաստատուն։ Եկել եմ, որովհետև հրավիրված էի։ Եվ եկել եմ իմ ընտանիքի հետ։ Այդ ժամանակ Ռուբենը վերջապես նայեց Դավթին երեխաներին։ Նրա դեմքը փոխվեց։ Սկզբում զարմանք էր, տեսնելով երեխաներին այնտեղ, այդքան խնամված, այդքան տարբեր նրանից, ինչպես նա տեսնում էր նրանց հազվադեպ հայտնվելու ժամանակ։ Հետո ավելի մռայլ բան, երբ նրա հայացքը կանգ առավ Դավթի վրա։ Դու ո՞վ ես։ Դավիթը քաղաքավարի ձեռքը մեկնեց։ Դավիթ Անդրանիկյան։ Հաճելի է։ Ռուբենը ձեռքը չսեղմեց։ Պարզապես նայեց Դավթից Մանեին, հետո ամեն ինչ պարզ դարձավ։ Դու նրա հետ ես, նրա ձայնը անհավատալի էր, գրեթե վիրավորված։ Այո, ասաց Մանեն, պարզ ուղիղ։ Որքան ժամանակ է։ Բավականաչափ, իմանալու համար, թե ինչ է նշանակում հարգված լինել։ Նախադասությունն ընկավ ռումբի պես։ Ռուբենը կարմրեց զայրույթից, իսկ Լուսինեն ավելի ամուր սեղմեց նրա բազուկը, փորձելով զսպել նրան։ Մի քանի հյուրեր, ովքեր բավականաչափ մոտ էին լսելու համար, անհարմար հայացքներ փոխանակեցին։ Դու չես ամաչում, ասաց Ռուբենը, ձայնը դողալով։ Անծանոթի բերել իմ հարսանիքին, իմ երեխաներին վահան օգտագործելով։ Քո երեխաներին, կրկնեց Մանեն, նրա հանգստության մեջ ինչ-որ վտանգավոր բան կար։ Ռուբեն, երբ ես վերջին անգամ տեսել այս երեխաներին։ Երբ ես վերջին անգամ հարցրել, թե ինչպես են նրանք դպրոցում։ Երբ ես վերջին անգամ եկել նրանց հետից հանգստյան օրերին, ինչպես խոստացել էիր, չես կատարել։ Ռուբենը չպատասխանեց։ Պարզապես նայեց երկվորյակներին, որոնք լուռ կանգնած էին, գրկելով Մանեի գոտկատեղը։ Լոնը նայում էր հորը մի արտահայտությամբ, որը դժվար էր վերծանել, վիրավորանքի անտարբերության միջ ինչ-որ բան։ Լարան հայացքը խոնարհել էր, կարծես ուզում էր անհետանալ։ Նրանք լավ են, ասաց Ռուբենը, պաշտպանվելով։ Ես ալիմենտ եմ վճարում։ Մի ալիմենտ, որը հազիվ է ծածկում վարձը, հակադարձեց Մանեն։ Եվ որը վճարում ես միայն այն պատճառով, որ օրենքով պարտավոր ես։ Ես այստեղ դա չեմ քննարկելու, ասաց Ռուբենը, շուրջը նայելով հասկանալով, որ սկսում են չափազանց շատ ուշադրություն գրավել։ Դու փող ես ուզում։ Դա է։ Եկել ես այստեղ ինձ նվաստացնելու, որպեսզի ավելի շատ փող ստանաս։ Մանեն զգաց, որ Դավիթը շարժվեց իր կողքին, բայց նա ձեռքը դրեց նրա բազկին, լռություն խնդրելով։ Նա պետք է դա միայնակ աներ։ Ոչ, Ռուբեն։ Ես փող խնդրելու չեմ եկել։ Եկել եմ մի բան վերադարձնելու։ Նա բացեց իր փոքրիկ պայուսակը, հանեց մի սպիտակ, հաստ ծրար։ Ամուր ձեռքով մեկնեց Ռուբենին։ Նա նայեց ծրարին, կարծես դա թունավոր բան լիներ։ Ինչ է սա։ Բացիր, իմացիր։ Ռուբենը տատանվեց, բայց հետո վերցրեց ծրարը, պատռեց վերի մասը, հանեց ներսի թղթերը։ Սկսեց կարդալ, Մանեն տեսավ հենց այն պահը, երբ նա հասկացավ, թե ինչ է բռնել։ Նրա դեմքը գունատվեց։ Աչքերը լայնացան։ Ձեռքը սկսեց դողալ։ Ինչ է դա, հարցրեց Լուսինեն, փորձելով տեսնել թղթերը, բայց Ռուբենը դրանք հեռացրեց, կարծես ուզում էր թաքցնել։ Դա ծանուցում է, ասաց Մանեն, ձայնը պարզ բավականաչափ բարձր, որպեսզի մոտակայքում գտնվողները լսեն։ Ամուսնալուծության գործընթացի վերաբացում։ Հիմք ընդունելով խարդախությունը, գույքի թաքցնումը, փաստաթղթերի կեղծումը։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ռուբենը նայեց Մանեին, կարծես նա հենց նոր մահացու հարված հասցրած լիներ։ Դու ոչ մի ապացույց չունես, ասաց նա, բայց ձայնը թույլ հնչեց, առանց համոզմունքի։ Ունեմ, պատասխանեց Մանեն։ Բոլոր հաշիվները, որ դու թաքցրել ես։ Բոլոր փոխանցումները, որ արել ես կեղծ անուններով։ Ամբողջ գումարը, որ հանել ես Վահագնի թաղամասի բնակարանից, երբեք չես հայտարարագրել։ Փաստաբաններն ամեն ինչ ունեն, Ռուբեն։ Յուրաքանչյուր կոպեկ, յուրաքանչյուր սուտ, յուրաքանչյուր կեղծված փաստաթուղթ։ Ռուբենը սկսեց աչքի անցկացնել թղթերը, արագ կարդալով, նրա դեմքի խուճապը ակնհայտ էր։ Լուսինեն վախեցած բռնեց նրա բազուկը։ Ռուբեն, ինչի՞ մասին է նա խոսում։ Նա չպատասխանեց։ Պարզապես շարունակում էր կարդալ, շնչառությունն արագանալով։
Եվ հետո նա հայացքը բարձրացրեց մանեի վրա, այնտեղ նոր բան կար։ Այլս զայրույթ չէր։ Վախ էր։ Մաքուր վախ։ Դու չես կարող դա անել, ասաց նա, գրեթե աղաչելով։ Ոչ այսօր։ Ոչ այստեղ։ Ինչու ոչ, հարցրեց Մանեն, նրա ձայնի մեջ մի սառնություն կար, որ ինքն էլ չէր ճանաչում։ Դու ընտրեցիր քո հարսանիքն անել մեր հին տարեդարձի օրը։ Դու ընտրեցիր ինձ հրավիրատոմս ուղարկել, կարծես դա կատակ լիներ։ Դու ընտրեցիր ինձ նվաստացնել։ Այնպես որ ես ընտրում եմ այսօրվա օրը, քեզ հիշեցնելու, որ գործողությունները հետանքներ ունեն։ Լուսինեն պոկեց թղթերը Ռուբենի ձեռքից սկսեց կարդալ։ Որքան կարդում էր, այնքան գունատվում էր։ Երբ ավարտեց, նայեց Ռուբենին ցնցումի դավաճանության արտահայտությամբ։ Դու ստել ես ամուսնալուծության ժամանակ։ Դու փող ես թաքցրել։ Լուսինե, այդպես չէ, փորձեց Ռուբենը, բայց ձայնը հուսահատ հնչեց։ Դու նրանից ես գողացել, Լուսինեն սկսում էր հասկանալ տեղի ունեցածի մասշտաբը։ Դու փաստաթղթեր ես կեղծել։ Դրանք պարզապես հայտարարագրման սխալներ էին, ասաց Ռուբենը, փորձելով նվազեցնել։ Ոչ մի լուրջ բան։ Հայտարարագրման սխալներ, առաջին անգամ խոսեց Դավիթը, ձայնը հանգիստ, բայց կտրուկ։ Ռուբենը վերջապես իսկապես նայեց նրան, կարծես միայն այդ ժամանակ հասկացավ, թե ում հետ գործ ունի։ Դավիթ Անդրանիկյան։ Նա գիտեր, թե ով է Դավիթը։ Կորպորատիվ աշխարհում բոլորը գիտեին։ Իմ անունը Դավիթ Անդրանիկյան է, շարունակեց Դավիթը։ Եվ ես վերջին 2 ամիսները ծախսել եմ երաշխավորելու, որ քո դեմ յուրաքանչյուր ապացույց անհերքելի լինի։ Դու ելք չունես։ Ռուբենը լռեց, կուրծքը արագ բարձրանում ու իջնում էր։ Լուսինեն մի քայլ հետ արեց, կարծես հանկարծ չէր ուզում նրա մոտ լինել։ Եվ հետո, կարծես տիեզերքը որոշել էր, որ այդ պահին ավելի շատ դրամա է պետք, մի տարեց տղամարդ, անթերի մոխրագույն կոստյումով իշխանական կեցվածքով, մոտեցավ։ Դա Կարենն էր, Լուսինեի հայրը, անշարժ գույքի ոլորտի ազդեցիկ գործարար, որը ֆինանսավորել էր հարսանիքի մեծ մասը, պլաններ ուներ Ռուբենի հետ բիզնես անելու ընտանիքների միավորումից հետո։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց Կարենը, նայելով ձավորվող խառնաշփոթին։ Լուսինեն շրջվեց դեպի հայրը, աչքերն արդեն խոնավ։ Հայրիկ, Ռուբենը ստել է։ Նա կեղծել է նախորդ ամուսնալուծությունը։ Նա փող է թաքցրել։ Կարենը ճակատը կիտեց, վերցրեց թղթերը դստեր ձեռքից։ Լուր կարդաց, յուրաքանչյուր տողի հետ նրա արտահայտությունն ավելի էր փակվում։ Երբ ավարտեց, նայեց Ռուբենին մի սառնությամբ, որից նույնիսկ Մանեն սարսռաց։ Սա ճիշտ է։ Ռուբենը փորձեց խոսել, բայց բառերը դուրս չէին գալիս։ Նա անկյունում էր, բացահայտված, առանց պաշտպանության։ Կարեն, ես կարող եմ բացատրել։ Դու ստել ես իմ դստերը, ասաց Կարենը, ձայնը ցածր վտանգավոր։ Դու ինձ ասացիր, որ ամուսնալուծությունը մաքուր է եղել։ Որ չլուծված հարցեր չկան։ Իսկ հիմա ես պարզում եմ, որ դու խարդախ ես։ Այդպես չէ, փորձեց Ռուբենը, բայց Կարենն արդեն շրջվել էր դեպի Լուսինեն։ Հարսանիքը չի կայանալու։ Լուսինեն թարթեց աչքերը, շփոթված։ Ինչ։ Դու չես ամուսնանալու այս տղամարդու հետ, ասաց Կարենը, հաստատուն։ Ոչ այսօր, ոչ երբեք։ Եվ բոլոր արտրային պայմանավորվածությունները, որ մենք քննարկել ենք, չեղյալ են հայտարարվում։ Ռուբենը հուսահատվեց։ Կարեն, խնդրում եմ, մենք կարող ենք այս մասին առանձին խոսել։ Խոսելու ոչինչ չկա, պատասխանեց Կարենը։ Դու խարդախ ես, Ռուբեն։ Եվ ես նման մարդկանց հետ բիզնես չեմ անում։ Ոչ էլ թույլ եմ տալիս, որ իմ դուստրը նրանց հետ ամուսնանա։ Լուսինեն սկսեց լաց լինել, ոչ թե չեղյալ հայտարարված հարսանիքի տխրությունից, այլ նվաստացումից։ Հանկարծ այն ամենը, ինչ նա պլանավորել էր, այն ամենը, ինչ նա պատկերացրել էր այդ կատարյալ օրվա համար, փլուզվում էր 200 մարդու աչքի առաջ։ Նա նայեց Ռուբենին զայրույթի զզվանքի խառնուրդով, հետո շրջվեց, վազեց դեպի առանձնատան գլխավոր շենքը, սպիտակ խալաթը հետից ծածանվելով։ Ռուբենը փորձեց հետել նրան, բայց Կարենը փակեց ճանապարհը։ Հեռու մնա իմ դստերից։ Շրջապատի մարդիկ սկսեցին բարձրաձայն շշնջալ, խառնաշփոթը կրակի պես տարածվում էր։ Որոշ հյուրեր արդեն հեռախոսներն էին վերցնում, մյուսները պարզապես բերանները բաց դիտում էին։ Ռուբենի կատարյալ խնջույքը վերածվում էր հանրային աղետի, նա ոչինչ չէր կարող անել, դա կանխելու համար։
Մանեն զարմանալի հանգստությամբ հետում էր ամեն ինչին։ Հաճույք չէր զգում նրա կործանումից։ Հաղթանակ չէր զգում։ Զգում էր միայն խորը թեթացում, կարծես մի հսկայական բեռ հանվել էր ուսերից։ Ճշմարտությունը բացահայտվել էր։ Արդարությունը վերականգնվում էր։ Եվ նա այլս ոչինչ անելու կարիք չուներ։ Դավիթը թեթակի դիպավ նրա ուսին։ Կարծում եմ, մենք արդեն կատարեցինք այն, ինչի համար եկել էինք այստեղ։ Մանեն գլխով արեց։ Ճիշտ ես։ Գնացինք։ Նա բռնեց երկվորյակների ձեռքերը, սկսեց քայլել հետ դեպի ինքնաթիռը։ Դավիթն ուղեկցում էր նրան, միշտ կողքին, միշտ պաշտպանող։ Ռուբենը կանգնած մնաց խոտածածկի մեջտեղում, դողացող ձեռքերով բռնելով թղթերը, տեսնելով, թե ինչպես է նա հեռանում։ Առաջին անգամ նա կարծես հասկանում էր իր արածի վնասի չափը։ Ոչ միայն այսօրվա հարսանիքի, այլ նրա կյանքի, երեխաների կյանքի, ամեն ինչի։ Մանե, բղավեց նա, ձայնը կոտրված։ Մանե, սպասիր։ Նա կանգ առավ, բայց չշրջվեց։ Ռուբենը շնչասպառ վազեց նրա մոտ։ Խնդրում եմ, մենք կարող ենք այս մասին խոսել։ Խնդրում եմ։ Նա վերջապես շրջվեց, նայեց նրան։ Տեսավ այն տղամարդուն, որին մի ժամանակ սիրել էր, այն տղամարդուն, ում հետ կյանք էր կառուցել, այն տղամարդուն, ով առանց երկու անգամ մտածելու ոչնչացրեց ամեն ինչ։ Եվ զգաց բացարձակապես ոչինչ։ Ոչ զայրույթ, ոչ ցավ, ոչ սեր։ Միայն սառը ազատագրող պարզություն։ Խոսելու ոչինչ չկա, Ռուբեն։ Դու կատարել ես քո ընտրությունը։ Հիմա գործ ունեցիր հետանքների հետ։ Բայց տղաները, ասաց նա, նայելով Լոնին Լարային։ Նրանց հայր է պետք։ Նրանց հայր պետք էր 4 տարի առաջ, պատասխանեց Մանեն։ Հիմա նրանք ավելի լավ բան ունեն։ Նրանք արժանապատվություն ունեն։ Եվ օրինակ, որ ստերը չեն արդարացվում։ Ռուբենը փորձեց նորից խոսել, բայց Մանեն արդեն շրջվել էր, շարունակում էր քայլել։ Դավիթն անցավ նրա կողքով, առանց նույնիսկ նայելու, երկվորյակներն էլ նույնը արեցին։ Նրանց համար խոտածածկի վրա կանգնած այդ հուսահատ տղամարդն այլս հայր չէր։ Նա պարզապես մեկն էր, ով ընտրել էր ներկա չլինել։ Երբ նրանք մտան ինքնաթիռ դռները փակվեցին, Մանեն վերջապես թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք թեթացման արցունքներ էին։ Ազատության։ Վերջապես հասկանալու, որ նա պետք չէ կրել այն, ինչն իրենը չէր։ Որ մեղքը, ամոթը, ցավը, այս ամենը պատկանում էր Ռուբենին։ Եվ նա վերադարձնում էր։ Դավիթը գրկեց նրան, երբ ինքնաթիռը օդ բարձրացավ, իսկ Լոնն ու Լարան փաթաթվեցին մորը։ Ներքում առանձնատունը փոքրանում էր, խառնաշփոթը դեռ շարունակվում էր, չկայացած հարսանիքը, փչացած խնջույքը։ Բայց վերում, այդ ինքնաթիռի մեջ, Մանեն տարիների մեջ առաջին անգամ զգաց, որ իսկապես թռչում է։ Ազատ։ Ամբողջական։ Պատրաստ նրան, ինչ պետք է գար։ Գլուխ 4։ Չկայացած հարսանիքից հետո առաջին շաբաթները նման էին միաժամանակ երկու աշխարհում ապրելուն։ Մի կողմից Մանեն փորձում էր պահպանել սովորական առօրյան։ Շուտ արթնանալ, երկվորյակներին դպրոց տանել, աշխատել կլինիկայում, վերցնել երեխաներին, օգնել տնային աշխատանքների հարցում, ընթրիք պատրաստել։ Դա ինքնաշխատ ռեժիմն էր, որը նրան գործի մեջ էր պահում, երբ ամեն ինչ չափազանց քաոսային էր թվում։ Մյուս կողմից կար այն փոթորիկը, որն առաջացրել էր առճակատումը։ Զանգեր փաստաբաններից։ Ստորագրելու համար փաստաթղթեր։ Անվերջ հարցեր նախորդ ամուսնության ամուսնալուծության յուրաքանչյուր մանրամասնի մասին։ Եվ ամենից վեր, այն տարօրինակ զգացումը, որ վերջապես ոտքի է կանգնել, բայց դեռ հստակ չգիտի, թե ինչ է սպասվում հետո։ Հարսանիքից հետո առաջին երկուշաբթի օրը Մանեն կլինիկայի ընդունարանում էր, երբ հեռախոսը զանգեց։ Տիկին Հրանուշ Մարտիրոսյանն էր, փաստաբանը, որին վարձել էր Դավիթը։ Նրա ձայնը հաստատուն էր ու պրոֆեսիոնալ, բայց կար զսպված հրատապություն։ Մանե, մենք պետք է այսօր անպայման խոսենք։ Կարող ես աշխատանքից հետո անցնել գրասենյակ։ Մանեի սիրտը արագացավ։ Ինչ-որ բան է պատահել։ Ասենք, Ռուբենը արձագանքում է, մենք պետք է կանխենք նրան։ Քեզ հետ բեր այն փաստաթղթերը, որոնք անցած շաբաթ խնդրել էի։
Երբ Մանեն երեկոյան հասավ փաստաբանական գրասենյակ, հյուսիսային պողոտայի էլեգանտ շենք, որը նայում էր քաղաքին, տիկին Հրանուշը նրան դիմավորեց ապակյա մուգ փայտե հանդիպումների սենյակում։ Փաստաբանը մոտ 50 տարեկան կին էր, կարճ, ալեհեր մազերով, բարակ շրջանակով, ակնոցներով մի կեցվածքով, որն անմիջապես հմտություն էր հաղորդում։ Նրա կողքին ավելի երիտասարդ փաստաբան էր, պարոն Տիգրանը, որը գործի օգնականն էր լինելու։ Նստիր, Մանե, ասաց տիկին Հրանուշը, ցույց տալով հարմարավետ աթոռ։ Ես ուղիղ կլինեմ, որովհետև ժամանակը հիմա էական է։ Ռուբենը վարձել է Երանի ամենաագրեսիվ գրասենյակներից մեկը։ Եվ նրանք արդեն բողոք են ներկայացրել, պնդելով, որ դու ապացույցներ ես կեղծել, որ Դավիթը օգտագործել է անպատշաճ ազդեցություն, գաղտնի փաստաթղթեր ստանալու համար, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան դավադրություն նրանից գումար շորթելու համար։ Մանեն զգաց, թե ինչպես է ստամոքսը խառնվում։ Բայց ապացույցները իրական են։ Այն ամենը, ինչ դուք գտել եք, ճիշտ է։ Ես դա գիտեմ, դատավորը նույնպես կիմանա, երբ մենք ամեն ինչ պատշաճ կերպով ներկայացնենք, հանգիստ պատասխանեց տիկին Հրանուշը։ Բայց Ռուբենը փորձում է խաղը շրջել։ Նա գիտի, որ անկյունում է, ուստի նրա ռազմավարությունն այժմ քեզ վրա հարձակվելն է։ Քեզ վարկաբեկելը, քեզ չարագործի տեսք տալը։ Եվ նա կարող է հաջողության հասնել։ Պարոն Տիգրանը առաջ թեքվեց։ Ոչ, եթե մենք ամեն ինչ կատարյալ փաստաթղթավորված ունենանք։ Եվ հենց դրա համար ենք այստեղ։ Մեզ պետք է յուրաքանչյուր անդորրագիր, յուրաքանչյուր քաղվածք, յուրաքանչյուր հաղորդագրություն, յուրաքանչյուր մանրամասն, որ դու հիշում ես վերջին տարիներից։ Ամեն ինչ, որը կապացուցի, որ նա ստել է սկզբնական ամուսնալուծության ժամանակ։ Նրանք հաջորդ 3 ժամը անցկացրին, քրքրելով Մանեի կյանքը։ Դա ցավալի էր։ Յուրաքանչյուր հարց վեր էր հանում հիշողություններ, որոնք նա կնախընտրեր մոռանալ։ Երբ նկատեցիր, որ նա փող է թաքցնում։ Ինչպես էր նա արդարացնում մշտական գործուղումները։ Ստորագրել ես որևէ փաստաթուղթ առանց կարդալու։ Ենթադրվող սպառնալիքներ կային, եթե դու կասկածի տակ դնեիր համաձայնությունները։ Մանեն ամեն ինչին անկեղծորեն պատասխանեց, նույնիսկ երբ դա ցավեցնում էր, նույնիսկ երբ դա իրեն հիմար էր զգացնում, որ այդքան վստահել է։ Հանդիպման վերջում տիկին Հրանուշը ձեռքը դրեց Մանեի ձեռքի վրա։ Գիտեմ, որ դժվար է այս ամենը վերապրել։ Բայց դու ճիշտ բան ես անում։ Եվ մենք կհաղթենք, խոստանում եմ։ Երբ Մանեն դուրս եկավ գրասենյակից, դրսում արդեն մութ էր։ Երանը փայլում էր միլիոնավոր լույսերով, բայց նա իրեն փոքր էր զգում քաղաքի անսահմանության մեջ։ Վերցրեց հեռախոսը, զանգեց Դավթին, որն առաջին իսկ զանգից պատասխանեց։ Ինչպես անցավ, հարցրեց նա։ Ծանր, խոստովանեց նա, ձայնը հոգնած։ Ռուբենը հակահարված է տալիս։ Ասում է, որ ես ամեն ինչ հորինել եմ։ Դադար եղավ, հետո Դավիթն ասաց մի հաստատակամությամբ, որը նրան հանգստացրեց։ Նա կարող է ասել, ինչ ուզում է։ Ճշմարտությունը մեր կողմն է։ Եվ ճշմարտությունը միշտ հաղթում է, Մանե։ Կարող է երկար տել, կարող է դժվար լինել, բայց հաղթում է։ Դու որտեղ ես։ Տանը։ Տղաներն այստեղ են ինձ հետ։ Պիցցա ենք պատրաստել, ֆիլմ ենք դիտում։ Ինչու չես գալիս այստեղ։ Դու պետք է մի փոքր հանգստանաս։ Մանեն տատանվեց։ Չէր ուզում ներխուժել, չէր ուզում կախյալ թվալ։ Բայց դատարկ բնակարան վերադառնալու, մտքերի հետ մենակ մնալու գաղափարը անտանելի էր։ Կգամ։ Շնորհակալություն, Դավիթ։ Երբ հասավ հյուսիսային պողոտայի նրա բնակարան, Դավիթը դուռը բացեց ջերմ ժպիտով։ Լոնն ու Լարան բազմոցին էին, դեռ դպրոցական համազգեստով, ձեռքներին պիցցայի կտորներ, ամբողջ ուշադրությունը հեռուստացույցին։ Երբ տեսան մորը, ցատկեցին, վազեցին գրկելու նրան։ Մանեն ծնկի իջավ, ամուր գրկեց երկուսին, ներշնչելով մանկական շամպունի բույրը, զգալով, թե ինչպես է սիրտը հանգստանում։ Լավ եք ընտրել, հարցրեց նա։ Այո, պատասխանեց Լարան, ժպտալով։ Դավիթը իսկական պիցցա է պատրաստել, մայրիկ։ Խմորով, ամեն ինչով։ Եվ նա թույլ տվեց, որ ես ալյուր լցնեմ սեղանին, ոգորված ավելացրեց Լոնը։ Մանեն նայեց Դավթին, որը մեղավոր ժպիտով ուսերը թոթվեց։ Թույլ տվեցի օգնեն։ Խոհանոցը քաոս է, բայց արժեր։ Նա ծիծաղեց, դա անկեղծ ծիծաղ էր, առաջին թեթ բանը, որ զգում էր ամբողջ օրվա ընթացքում։ Շնորհակալություն, որ խնամում ես նրանց։ Միշտ, ասաց Դավիթը, պարզ անկեղծ։
Նրանք միասին ընթրեցին, Մանեն ուտում էր մնացած պիցցայի կտորները, լսում երեխաների ոգորված պատմությունները դպրոցի մասին։ Երբ երկվորյակները քնեցին հյուրասենյակում, որը Դավիթը միշտ նրանց համար էր թողնում, Մանեն Դավիթը մնացին պատշգամբում, յուրաքանչյուրը ձեռքին գինու բաժակ, նայելով ներքի քաղաքին։ Ես այսօր վախեցա, հանկարծ խոստովանեց Մանեն։ Վախեցա, որ Ռուբենին կհաջողվի ամեն ինչ շրջել։ Որ վերջում ես կթվամ այն խելագարը, որը պատմություն է հորինել։ Դավիթը բռնեց նրա ձեռքը։ Դու խելագար չես։ Եվ նրան չի հաջողվի։ Բայց նույնիսկ եթե դժվար լիներ, նույնիսկ եթե ավելի երկար տեր, քան մենք կուզենայինք, դու մենակ չես։ Ես այստեղ եմ։ Փաստաբաններն այստեղ են։ Եվ ճշմարտությունն այստեղ է։ Մանեն գլուխը դրեց նրա ուսին։ Ինչու ես այս ամենն անում ինձ համար։ Որովհետ դու արժանի ես։ Եվ որովհետ ես սիրում եմ քեզ։ Դա առաջին անգամն էր, որ նա այդ բառերն այդքան ուղիղ, առանց շրջանցումների, առանց տատանումների էր ասում։ Մանեն զգաց, թե ինչպես են աչքերն այրվում։ Ես էլ եմ քեզ սիրում, Դավիթ։ Վախենում եմ քեզ սիրել, որովհետ վերջին անգամ, երբ մեկին այսպես սիրեցի, նա ինձ ոչնչացրեց։ Բայց ես քեզ սիրում եմ։ Ես Ռուբենը չեմ, ասաց Դավիթը, նրա դեմքը շրջելով, որպեսզի նայի աչքերին։ Ես երբեք քեզ չեմ ոչնչացնի։ Կարող եմ երբեմն քեզ հիասթափեցնել, կարող եմ սխալներ գործել, որովհետ մարդ եմ։ Բայց երբեք չեմ ստիպի քեզ զգալ, որ բավարար չես։ Որովհետ դու բավարար ես։ Դու միշտ եղել ես։ Նրանք համբուրվեցին այնտեղ, պատշգամբում, Երանի վկայությամբ։ Եվ առաջին անգամ Մանեն իրեն թույլ տվեց հավատալ, որ գուցե, միայն գուցե, սերը պարտադիր չէ, որ ցավեցնի։ Հաջորդ օրերին ամեն ինչ ավելի բարդացավ։ Ռուբենը սկսեց նուրբ, բայց արդյունավետ արշավ, փորձելով նրան վարկաբեկել։ Նա զանգեց ընդհանուր ընկերներին, մարդկանց, ովքեր երկուսին էլ ճանաչում էին ամուսնության տարիներից, տարածելով իր պատմության տարբերակը։ Ասում էր, որ Մանեն մանիպուլյացիայի է ենթարկվում Դավթի կողմից, հարուստ հզոր տղամարդու, որն ուզում է հրապարակայնորեն նվաստացնել իրեն։ Ասում էր, որ նա փոխվել է, որ այլ է, որ փողը գլուխն է բարձրացել։ Որոշ մարդիկ հավատացին։ Մյուսները, բարեբախտաբար, ոչ։ Մանեի հին ընկերուհիներից մեկը, Կլաուդիան, մի կեսօր զանգեց, հետաքրքրված անհանգիստ։ Մանե, այս ամենը ճիշտ է։ Ռուբենը շատ տարօրինակ բաներ է ասում։ Մանեն խորը շունչ քաշեց, պատմեց ճշմարտությունը։ Ոչ բոլոր իրավական մանրամասները, բայց բավականաչափ։ Անարդար ամուսնալուծությունը, թաքցված ունեցվածքը, ստերը։ Կլաուդիան լուր լսեց վերջում ասաց մի բան, որը արցունքներ բերեց Մանեի աչքերին։ Ես միշտ գիտեի, որ այդ ամուսնալուծության մեջ ինչ-որ բան այն չէ։ Դու երբեք հեշտությամբ հանձնվողներից չես եղել։ Եթե դու պայքարում ես, նշանակում է պատճառ ունես։ Ես քո կողքին եմ։ Եվ շատ այլ իսկական ընկերուհիներ հայտնվեցին, առաջարկելով աջակցություն, պատմելով, որ իրենք էլ էին կասկածել Ռուբենին, բայց երբեք չէին իմացել, թե ինչպես մոտենալ թեմային։ Մանեն հասկացավ, որ այնքան էլ մենակ չէ, որքան մտածում էր։ Բայց Ռուբենի փորձերը չսահմանափակվեցին ոչ պաշտոնական խոսակցություններով։ Դեկտեմբերի կեսերին տիկին Հրանուշը նորից զանգեց, այս անգամ ավելի լուրջ տոնով։ Մանե, Ռուբենը խնամակալության վերանայում է պահանջում։ Պնդում է, որ դու երեխաներին ենթարկում ես անպատշաճ միջավայրի, մի տղամարդու հետ, որին նրանք հազիվ են ճանաչում։ Մանեի արյունը սառեց։ Նա կարող է տղաներին խլել ինձնից։ Ոչ, տիկին Հրանուշը կտրուկ էր։ Նախ, որովհետև դրա համար ոչ մի իրավական հիմք չկա։ Երեխաները լավ խնամված են, դպրոցում, առողջ։ Երկրորդ, որովհետև Դավիթը անցել է նախնական ստուգում, երբ մենք սկսեցինք գործընթացը, հենց այսպիսի մեղադրանքներից խուսափելու համար։ Եվ երրորդ, Մանե, որովհետև դու բացառիկ մայր ես, ցանկացած դատավոր, որ նայի գործին, դա կտեսնի։ Բայց մենք պետք է պատրաստվենք դատական նիստի։ Դու պետք է ցուցմունք տաս։ Եվ, հավանաբար, Ռուբենը նա կփորձի հարցաքննել Դավթին։ Դատական նիստը նշանակվեց հունվարի առաջին շաբաթվա համար։ Մանեն ամանորն անցկացրեց վերահսկվող անհանգստության վիճակում։ Դավիթը, նկատելով նրա նյարդայնությունը, փոքրիկ տոնակատարություն կազմակերպեց իր բնակարանում, զարդարված տոնածառով, երկվորյակների համար պարզ, բայց նշանակալի նվերներով տնական ընթրիքով, որը նրանք միասին պատրաստեցին։
Լոնը ստացավ պրոֆեսիոնալ նկարչական հավաքածու, որը նրան հիացրեց։ Լարան ստացավ գրքերի հավաքածու, որը նա արդեն թերթում էր, նույնիսկ չավարտած բացելը։ Իսկ Մանեն ստացավ մի բան, որը չէր սպասում, իրենց 4-ի շրջանակված լուսանկարը, արված հաղթանակի զբոսայգում շաբաթներ առաջ, հետում պարզ նվիրատվությամբ։ Ամենաուժեղ կնոջը, որին ճանաչում եմ։ Սիրով, Դավիթ։ Նա լաց եղավ, երբ տեսավ։ Ոչ թե տխրությունից, այլ այնքան խորը երախտագիտությունից, որը բառերով չէր տեղավորվում։ Բայց նույնիսկ լավ պահերի մեջ դատական նիստի ստվերը սավառնում էր։ Մանեն լավ չէր քնում։ Մղձավանջներ էր տեսնում, որտեղ կորցնում էր երեխաներին, որտեղ դատավորը հավատում էր Ռուբենին, որտեղ ամեն ինչ նորից փլուզվում էր։ Դավիթը վատ գիշերներին արթուն էր մնում նրա հետ, պարզապես բռնելով նրա ձեռքը, հիշեցնելով նրան շնչել։ Երբ դատական նիստի օրը վերջապես եկավ, Մանեն ուժասպառ էր, բայց վճռական։ Հագնվեց պարզ էլեգանտ, մուգ կապույտ կոստյում, որը խորհուրդ էր տվել տիկին Հրանուշը, մազերը հավաքած, համեստ դիմահարդարում։ Ուզում էր հենց այնպիսին թվալ, ինչպիսին կար աշխատասեր, պատասխանատու մայր, որը պայքարում է ճշտի համար։ Դատարանը Երանի կենտրոնում գտնվող հսկայական ահարկու շենք էր, լի լաբիրինթոսանման միջանցքներով համարակալված սենյակներով։ Տիկին Հրանուշը պարոն Տիգրանը նրան սպասում էին մուտքի մոտ, երկուսն էլ իրենց փաստաթղթերի թղթապանակներով կենտրոնացած արտահայտություններով։ Դավիթը նույնպես այնտեղ էր, մուգ կոստյումով, ճառագելով այն վստահ հանգստությունը, որը միշտ հանգստացնում էր Մանեին։ Դատական նիստերի դահլիճը ավելի փոքր էր, քան նա պատկերացնում էր, մոխրագույն պատերով մեծ սեղանով, որտեղ պետք է նստեր դատավորը։ Ռուբենն արդեն այնտեղ էր իր փաստաբանների հետ, 3 տղամարդ, թանկարժեք կոստյումներով հաշվարկված վստահ արտահայտություններով։ Երբ Մանեն ներս մտավ, Ռուբենը նայեց նրան, նրա հայացքում ինչ-որ բան այլ էր։ Այլս նախկին ամբարտավանությունը չէր։ Գրեթե զայրույթով քողարկված հուսահատություն էր։ Դատավորը ներս մտավ, մոտ 60 տարեկան տղամարդ, ալեհեր մազերով խիստ, բայց արդար արտահայտությամբ։ Բոլորը ոտքի կանգնեցին, հետո նստեցին, երբ նա նշան արեց։ Դատական նիստը սկսվեց։ Ռուբենի փաստաբաններն առաջինը խոսեցին։ Ներկայացրին նրա տարբերակը, հաջողակ տղամարդ, որը միշտ կատարել է իր պարտականությունները, որը կանոնավոր ալիմենտ է վճարել, որն այժմ տեսնում է, թե ինչպես է նախկին կինը մանիպուլյացիայի ենթարկվում միլիարդատիրոջ կողմից, անբարեխիղճ շահերով։ Նրանք պնդեցին, որ խարդախության մեղադրանքները անհիմն են, հիմնված բարդ իրավական փաստաթղթերի սխալ մեկնաբանությունների վրա։ Ասացին, որ Մանեն փորձում է Ռուբենից շորթում անել, երեխաներին որպես զենք օգտագործելով։ Մանեն լսում էր այս ամենը, ձեռքերը սեղմած գրկում, փորձելով չդողալ։ Հետո տիկին Հրանուշի հերթն էր։ Եվ նա հիասքանչ էր։ Ներկայացրեց յուրաքանչյուր ապացույց, յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր բանկային քաղվածք։ Ցույց տվեց անհամապատասխանությունները Ռուբենի հայտարարագրերում։ Կանչեց հաշվապահական փորձագետի, որը տեխնիկական տերմիններով բացատրեց, թե ինչպես է ունեցվածքը թաքցվել։ Եվ հետո կանչեց Մանեին ցուցմունք տալու։ Մանեն դողացող ոտքերով բարձրացավ փոքրիկ ամբիոնը։ Երդվեց ասել ճշմարտությունը, նստեց աթոռին, զգալով բոլորի հայացքներն իր վրա։ Տիկին Հրանուշը ուղիղ հարցեր տվեց, Մանեն անկեղծորեն պատասխանեց։ Խոսեց ամուսնության, հանկարծակի ամուսնալուծության, այն մասին, թե ինչպես էին իրեն ճնշել ստորագրելու փաստաթղթեր, որոնք հազիվ էր հասկանում։ Խոսեց 4 տարվա պայքարի, 2 աշխատանքի, անքուն գիշերների մասին։ Եվ խոսեց երեխաների մասին, թե ինչպես է փորձել պաշտպանել նրանց, կայունություն տալ նրանց, նույնիսկ երբ ինքը չուներ։ Երբ Ռուբենի փաստաբանների հերթը եկավ իրեն հարցաքննելու, նրանք կոշտ էին։ Փորձեցին նրան շահամոլ, մանիպուլյատոր, վրեժխնդիր ներկայացնել։ Հարցրին Դավթի մասին, ակնարկեցին, որ նա օգտագործում է հարաբերությունները սեփական շահի համար։ Բայց Մանեն չթուլացավ։ Յուրաքանչյուր հարցին հանգիստ, առանց զայրույթի, միայն փաստերով պատասխանեց։ Եվ երբ փորձեցին ակնարկել, որ նա վատ մայր է, այդքան շատ աշխատելու համար, նա նայեց ուղիղ փաստաբանին ասաց. Ես 2 աշխատանք էի անում, որովհետև ալիմենտը, որ նրանց հայրն էր վճարում, հազիվ էր ծածկում վարձը։ Ես անում էի այն, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի իմ երեխաները տանիք ուտելիք ունենան։ Եթե դա ինձ վատ մայր է դարձնում, ապա ես չգիտեմ, թե ինչպիսին կլիներ լավը։ Հաջորդած լռությունը խորն էր։ Նույնիսկ դատավորը կարծես տպավորված էր։ Հետո Ռուբենի հերթն էր ցուցմունք տալու։
Նա բարձրացավ ամբիոնը սովորական վստահ կեցվածքով, բայց Մանեն նկատեց քրտինքը նրա ճակատին, այն թե ինչպես էին ձեռքերը թեթակի դողում։ Տիկին Հրանուշը անողոքաբար հարցաքննեց նրան, մատնանշելով հակասությունները, ցույց տալով փաստաթղթեր, որոնք նա չէր կարողանում բացատրել։ Երբ նա ուղղակիորեն հարցրեց օֆշորային հաշիվների մասին, Ռուբենը տատանվեց։ Փորձեց արդարանալ, բայց բառերը շփոթված, հակասական դուրս եկան։ Դահլիճում բոլորի համար պարզ էր, որ նա ստում է։ Դատավորը նույնպես մի քանի հարց տվեց, Ռուբենը յուրաքանչյուր անգամ ավելի քիչ համոզմունքով պատասխանեց։ Վերջում դատավորը ընդմիջում խնդրեց փաստաթղթերն ուսումնասիրելու համար։ Մանեն դողալով դուրս եկավ դահլիճից։ Դավիթը նրան գտավ միջանցքում գրկեց։ Դու անհավանական էիր, շշնջաց նա։ Չգիտեմ, պատասխանեց նա, ձայնը դողալով։ Չգիտեմ, արդյոք դա բավական էր։ Բավական էր, ասաց տիկին Հրանուշը, մոտենալով։ Ես տեսա դատավորի դեմքը։ Նա ոչ մի բառի չհավատաց Ռուբենի ասածներից։ 40 րոպե անց, որոնք ժամեր թվացին, նրանց հետ կանչեցին։ Դատավորը վերադարձել էր սեղանի մոտ, առջում մի կույտ փաստաթղթեր։ Նա նայեց դահլիճի բոլորին, սկսեց խոսել։ Վերլուծելով ներկայացված ապացույցները, ցուցմունքները, փաստաթղթերը, այս դատարանի համար պարզ է դառնում, որ այո, սկզբնական ամուսնալուծության գործընթացում եղել է խարդախություն։ Ունեցվածքի թաքցման ապացույցները էական են, անհերքելի։ Ինչ վերաբերում է խնամակալության հարցին, ես վերանայման ոչ մի հիմք չեմ տեսնում։ Երեխաները լավ խնամված են, մայրը կատարում է իր բոլոր պարտականությունները, այն փաստը, որ նա կայուն հարաբերությունների մեջ է, անպատշաճ միջավայր չի հանդիսանում։ Ընդհակառակը, թվում է, թե դա առողջ սիրալիր միջավայր է։ Մանեն զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով, բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք մաքուր թեթացման արցունքներ էին։ Հետաբար շարունակեց նա, խնամակալությունը պահպանում եմ մոր մոտ, որոշում եմ կայացնում գույքի բաժանման ամբողջական վերաբացման մասին, պատասխանողի ունեցվածքի խորը հետաքննությամբ, ժամանակավորապես բարձրացնում եմ ալիմենտի չափը, հիմնվելով հայտարարագրվածից բարձր եկամտի նշանների վրա։ Վերջնական գումարը կսահմանվի ունեցվածքի հետաքննության ավարտից հետո։ Ռուբենը գունատվեց։ Նրա փաստաբանները փորձեցին վիճարկել, բայց դատավորը հաստատուն էր։ Որոշումը կայացված է։ Կարող եք բողոքարկել, բայց հետանքներն անհապաղ են։ Երբ դուրս եկան դատարանից, Մանեն հազիվ էր կարողանում հավատալ։ Մենք հաղթեցինք, հարցրեց նա տիկին Հրանուշին, դեռ շփոթված։ Հաղթեցինք, հաստատեց փաստաբանը, ժպտալով։ Դեռ չի ավարտվել, բողոքարկում կլինի, հետաքննություն կլինի, բայց գլխավոր ճակատամարտում, Մանե, դու հաղթեցիր։ Մանեն շրջվեց դեպի Դավիթը, արցունքներով լցվեց նրա գրկում։ Դրանք 4 տարվա պայքարի, նվաստացման, ցավի արցունքներ էին, որոնք վերջապես ելք էին գտնում։ Դավիթը ամուր գրկեց նրան, համբուրելով նրա գլուխը, շշնջալով հանգստության հպարտության խոսքեր։ Այդ գիշեր, երբ երկվորյակներին պատմեց, որ ամեն ինչ լավ կլինի, որ ոչ ոք նրանց իրենից չի խլի, որ ամեն ինչ կբարելավվի, Լոնն ու Լարան նրան գրկեցին մի ուժով, որը քիչ մնաց տապալեր նրան։ Եվ Մանեն հասկացավ մի հիմնարար բան։ Նա պայքարել էր ոչ միայն արդարության կամ փողի համար։ Նա պայքարել էր արժանապատվության համար, ճշմարտության համար և իր երեխաների իրավունքի համար, մեծանալու, իմանալով, որ ստերը հետանքներ ունեն, որ ճշմարտությունը, որքան էլ դժվար լինի այն պաշտպանելը, միշտ արժե դա։ Հաջորդ շաբաթների ընթացքում, մինչ ունեցվածքի հետաքննության գործընթացը առաջ էր շարժվում, Ռուբենը հուսահատորեն փորձում էր համաձայնություններ բանակցել, Մանեն սկսեց զգալ մի բան, որը վաղուց չէր զգացել՝ խաղաղություն։ Դա լիակատար խաղաղություն չէր, որովհետև դեռ իրավական ճակատամարտեր կային առջում։ Բայց դա մի խաղաղություն էր, ծնված այն համոզմունքից, որ նա ճիշտ բան էր արել, որ ոտքի էր կանգնել, որ պայքարել էր, և որ, անկախ նրանից, թե ինչ կլիներ հետո, նա երբեք այլս չէր լինի այն հյուծված կինը, որին Ռուբենը թողել էր։ Նա Մանեն էր։ Ուժեղ, արժանապատիվ, վերջապես ազատ, վերակառուցելու իր կյանքը սեփական պայմաններով։ Գլուխ 5 Հունվարը եկավ Երանին բնորոշ խեղդող շոգով, այն խոնավ շոգով, որը կպչում էր մաշկին, նույնիսկ շնչելը ջանք էր թվացնում։ Բայց Մանեի համար այս ամենը նշանակություն չուներ։ Տարիների մեջ առաջին անգամ նա զգում էր, որ կարող է իսկապես շնչել, որ թոքերում տեղ ունի ոչ միայն անհանգստության վախի համար։
Դատական նիստում հաղթանակը միայն սկիզբն էր, նա դա գիտեր, բայց դա մի սկիզբ էր, որը փոխում էր ամեն ինչ։ Դա հաստատումն էր, որ ճշմարտությունը կարող է որ պայքարելն արժե, որ նա խելագար չէր, հավատալով, որ անարդարության է ենթարկվել։ Հաջորդ շաբաթները լարված էին։ Դատավորի կողմից հրամայված ունեցվածքի հետաքննությունը արագ առաջ էր ընթանում, հաշվապահական փորձագետները խորը սուզվում էին Ռուբենի ֆինանսների մեջ։ Ամեն օր նոր բացահայտումներ էր բերում, ավելի շատ թաքցված հաշիվներ, ավելի շատ բաց թողնված ներդրումներ, ավելի շատ բացահայտված ստեր։ Տիկին Հրանուշը պարբերաբար զանգում էր թարմացումներով, յուրաքանչյուր զանգ ավելի շատ ապացույցներ էր բերում, որ Ռուբենը խարդախությունների կայսրություն էր կառուցել։ Դա միայն ամուսնալուծության գումարը չէր։ Դա հարկերից խուսափում էր, կեղծ պայմանագրեր, կեղծ ընկերություններ։ Նրա խաղաքարտերից տունը փլուզվում էր, այս անգամ վերականգնելու ճանապարհ չկար։ Մանեն հետում էր ամեն ինչին, բայց հեռվից, թույլ չտալով, որ դա իրեն կլանի։ Սովորել էր, հոգեբանն ունեի հետ խոսակցությունների միջոցով, որին սկսել էր այցելել շաբաթական մեկ անգամ դատական նիստից հետո, որ պետք է զգացմունքորեն պաշտպանվի։ Չէր կարող թույլ տալ, որ իրավական ճակատամարտը դառնա իր կյանքի կենտրոնը։ Երեխաներ ուներ մեծացնելու, կյանք վերականգնելու, ապագա կառուցելու։ Գործընթացը կլուծվեր իր ժամանակին, նա պետք է շարունակեր ապրել մինչ այդ։ Հենց այդ ժամանակ նա կարևոր որոշում կայացրեց։ Դուրս եկավ երկրորդ աշխատանքից։ Ոչ թե որովհետև հնարավոր փոխհատուցման գումարն արդեն հասել էր, այլ որովհետև հասկացավ, որ քիչ-քիչ սպանում է իրեն անդադար աշխատելով, առանց շնչելու, մտածելու, լինելու ժամանակի։ Կլինիկան, որտեղ նա առավոտյան աշխատում էր, միշտ գնահատել էր իրեն, երբ նա բացատրեց իրավիճակը, մենեջերը ոչ միայն հասկացավ, այլ փոքր աշխատավարձի բարձրացում առաջարկեց, ճանաչելով նրա նվիրվածությունն ու հմտությունը։ Դա շատ չէր, բայց ավելացրած դատավորի կողմից սահմանված բարձրացված ժամանակավոր ալիմենտին բավական էր արժանապատիվ ապրելու համար։ Հանկարծ Մանեն ազատ կեսօրներ ունեցավ։ Սկզբում չգիտեր, թե ինչ անել այդքան ժամանակի հետ։ Անհանգստանում էր, կարծես պետք է աշխատեր, արտադրեր, արդարացներ իր գոյությունը ջանքերի միջոցով։ Բայց քիչ-քիչ սովորեց պարզապես լինել։ Առանց շտապելու Լոնին Լարային դպրոցից վերցնել։ Նրանց հետ նստել տնային աշխատանք անելու, առանց ժամացույցին նայելու։ Իսկական ընթրիքներ պատրաստել, ոչ թե պարզապես ուժասպառ մարդու արագ պատրաստածը։ Խոսել երեխաների հետ իրենց օրվա, երազանքների, վախերի, ամեն ինչի մասին։ Եվ երեխաները ծաղկեցին։ Լոնը, որ միշտ ավելի անհանգիստ ու շարժուն էր, սկսեց բացվել այնպիսի ձերով, որոնք զարմացրին Մանեին։ Մի գիշեր, երբ նա օգնում էր նրան գիտության աշխատանքի հարցում, նա հանկարծ հարցրեց. «Մայրիկ, դու հիմա երջանիկ ես»։ Հարցը անակնկալի բերեց Մանեին։ Նա կանգ առավ նայեց որդուն, այդ շագանակագույն աչքերին, որոնք այնքան նման էին իրենց, լի մի անհանգստությամբ, որը 9 տարեկան ոչ մի երեխա չպետք է կրի։ «Ես երջանիկ եմ դառնում», անկեղծորեն պատասխանեց նա։ «Ինչու ես հարցնում»։ Որովհետև առաջ դու միշտ հոգնած էիր թվում։ Եվ տխուր։ Նույնիսկ երբ ժպտում էիր, տխուր էիր թվում։ Բայց հիմա դու այլ ես։ Մանեն զգաց, թե ինչպես են աչքերն այրվում։ Որդուն ամուր գրկեց։ Ես հոգնած էի, այո։ Եվ մի քիչ տխուր։ Բայց հիմա ամեն ինչ լավանում է։ Եվ գիտես ինչու։ Որովհետև ես սովորեցի, որ ավելի լավ բաների եմ արժանի։ Եվ դուք երկուստ էլ արժանի եք։ Լարան, որը բազմոցին ծածնում էր, թե կարդում է, բայց ակնհայտորեն ուշադրություն էր դարձնում խոսակցությանը, վեր կացավ միացավ գրկախառնությանը։ «Մենք քեզ սիրում ենք, մայրիկ», ասաց նա այն լրջությամբ, որը երբեմն նրան իր տարիքից շատ ավելի մեծ էր ցույց տալիս։ «Եվ մենք Դավթին էլ ենք սիրում»։ Դա առաջին անգամն էր, որ երեխաները դա բարձրաձայնում էին, Մանեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում լավ իմաստով։ Դավիթը այնքան բնական կերպով էր դարձել նրանց կյանքի մի մասը, որ երբեմն նա մոռանում էր, որ նա նրանց հայրը չէ։ Բայց նա գուցե նույնիսկ ավելի թանկ բան էր։ Նա մեկն էր, ով ընտրում էր ներկա լինել, ով ընտրում էր խնամել, ով ընտրում էր սիրել առանց պարտավորության, պարզապես որովհետև ուզում էր։ Հարաբերությունները Դավթի հետ շարունակում էին աճել, բայց այժմ այլ կերպ։ Այլևս չկար գաղտնիության բեռը, մշտական անհանգստությունը, որ Ռուբենը կիմանա կօգտագործի իր դեմ։ Նրանք կարող էին պարզապես լինել։ Ընտանեկան ընթրիքներ։ Զբոսանքներ այգում։
Գիշերներ ֆիլմ դիտելով, երբ երեխաները քնած էին նրանց միջ բազմոցին։ Դա պարզ էր, սովորական, հենց այն էր, ինչ Մանեին պետք էր։ Տարիների դրամայից քաոսից հետո նորմալությունը հեղափոխական էր։ Փետրվարյան մի գիշեր, երկվորյակներին քնեցնելուց հետո, Դավիթն ու Մանեն մի խոսակցություն ունեցան, որը կփոխեր ամեն ինչ։ Նրանք նրա բնակարանի պատշգամբում էին, ինչպես շատ անգամներ առաջ, քաղաքը ներքում փայլում էր արհեստական աստղերի ծովի պես։ Ես մտածում էի, սկսեց Դավիթը, ձայնը սովորականից ավելի լուրջ։ Մեր մասին։ Ապագայի մասին։ Մանեն զգաց, թե ինչպես է ստամոքսը հանգույց կապում։ Ո՞ր է սա տանում, Դավիթ։ Նա նրա ձեռքերը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Ես գիտեմ, որ դու վերականգնվում ես։ Գիտեմ, որ քեզ ժամանակ է պետք նորից քեզ գտնելու, դու լինելու, առանց որևէ մեկից կախված լինելու։ Եվ ես դա լիովին հարգում եմ։ Բայց ես նա պետք է քեզ ասեմ, թե ինչ եմ զգում, ինչ եմ ուզում։ Նա գլխով արեց, սիրտը արագ բաբախելով։ Ես սիրում եմ քեզ, Մանե։ Սիրում եմ քեզ տղաներին։ Եվ ես ուզում եմ ձեզ հետ կյանք կառուցել։ Ոչ թե որովհետև դու իմ կարիքն ունես, կամ որովհետև ես ուզում եմ քեզ փրկել, այլ որովհետև ես ընտրում եմ քեզ։ Ամեն օր ընտրում եմ քեզ։ Եվ երբ ճիշտ պահը գա, երբ դու զգաս, որ պատրաստ ես, ես ուզում եմ, որ մենք իսկական ընտանիք լինենք։ Ուզում եմ քեզ հետ ամուսնանալ։ Ուզում եմ ամեն օր քո կողքին արթնանալ։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են Լոնն ու Լարան մեծանում։ Ուզում եմ քեզ հետ ծերանալ։ Մանեն զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Դրանք մաքուր երջանկության արցունքներ էին, այնպիսին, որոնք մաքրում են, ոչ թե ցավեցնում։ Դավիթ, ես էլ եմ դա ուզում։ Բայց դու ճիշտ ես, ես դեռ ինձ գտնում եմ։ Դեռ սովորում եմ միայնակ ամբողջական լինել, որպեսզի կարողանամ քեզ հետ լինել ամբողջական, ոչ թե մասնատված։ Գիտեմ, ես կսպասեմ, ասաց նա, համբուրելով նրա ճակատը։ Շտապելու կարիք չկա։ Պարզապես ուզում էի, որ իմանայիր, որ երբ դու պատրաստ լինես, ես այստեղ կլինեմ։ Մարտին գույքի բաժանման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվեց։ Ռուբենը դատապարտվեց վերադարձնելու այն ամենը, ինչ թաքցրել էր, դրամական ճշգրտմամբ տոկոսներով։ Գումարը զգալի էր, բավարար Մանեի ֆինանսական վիճակն ամբողջությամբ փոխելու համար։ Բայց փողից ավելի կարևոր էր այն, ինչ վճիռը ներկայացնում էր, ճանաչում։ Արդարություն։ Հաստատում, որ նա խելագար չէր, չէր չափազանցնում, վրեժխնդիր չէր։ Նա պարզապես պահանջում էր այն, ինչ իրավամբ իրենն էր։ Ռուբենը փորձեց բողոքարկել, բայց նրա փաստաբանները խորհուրդ տվեցին դեմ։ Ապացույցները անհերքելի էին, շարունակել պայքարելը միայն ավելի կխորացներ նրան։ Նա ընդունեց մի համաձայնագիր, որով փոխհատուցումը կվճարեր 2 տարվա ընթացքում մաս-մաս, այդպիսով խուսափելով խարդախության համար քրեական գործից։ Տիկին Հրանուշը Մանեին խորհուրդ տվեց ընդունել։ Ավելի լավ է ժամանակի ընթացքում ստանալ, քան ռիսկի դիմել, որ նա սնանկություն հայտարարի ոչինչ չստանաս, բացատրեց նա։ Մանեն համաձայնեց։ Ոչ թե մեծահոգությունից, այլ պրագմատիզմից։ Ուզում էր առաջ շարժվել, ոչ թե մնալ հավերժական դատական ճակատամարտերում։ Փոխհատուցման առաջին մասով, որը հասավ ապրիլին, Մանեն արեց մի բան, որը երբեք չէր պատկերացնում, որ կանի, բնակարան գնեց։ Այն մեծ չէր, շքեղ չէր, բայց իրենն էր։ 3 սենյականոց, անվտանգ թաղամասում, փոքրիկ պատշգամբով պատուհաններից ներս թափանցող բնական լույսով։ Յուրաքանչյուր երեխա կունենար իր սեփական սենյակը կյանքում առաջին անգամ։ Եվ նա կունենար իր սեփական տարածքը, մի սրբավայր, որտեղ կարող էր լինել պարզապես Մանե։ Տեղափոխությունը տոն էր։ Դավիթն օգնեց ամեն ինչով, վարձեց տեղափոխման ընկերություն, նոր կահույք գնեց որպես բնակարանամուտի նվեր, երեխաների հետ ներկեց նրանց սենյակները իրենց ուզած գույներով։ Լոնն ընտրեց կապույտ, առաստաղին լուսարձակող աստղերով։ Լարան ընտրեց յասամանագույն, մեծ գրապահարանով բոլոր այն գրքերի համար, որոնք կուտակում էր։ Իսկ Մանեն ընտրեց բաց բեժ, պարզ հարմարավետ, խաղաղության մի վայր։ Նոր բնակարանում առաջին գիշերը, ամեն ինչ տեղավորելուց երկվորյակներին իրենց սեփական մահճակալներում, իրենց սեփական սենյակներում քնեցնելուց հետո Մանեն միայնակ նստեց պատշգամբում թույլ տվեց, որ ամեն ինչ տեղը ընկնի։ Նա հասել էր իր ուզածին։ 4 տարվա պայքարից, նվաստացումից, ցավից հետո նա հասել էր իր ուզածին։ Ոչ միայն վերականգնել էր գողացվածը, այլ ավելի կարևոր, վերականգնել էր ինքն իրեն։
Դավիթը շարունակում էր ներկա լինել, բայց հարգելով նրա տարածքը։ Նա ուներ իր սեփական կյանքը, իր բիզնեսը, իր պարտավորությունները։ Բայց միշտ ժամանակ էր գտնում նրա երեխաների հետ լինելու համար։ Շաբաթական ընթրիքներ, հանգստյան օրեր, իր գյուղական տանը։ Երկար խոսակցություններ ամեն ինչի ոչնչի մասին։ Դա հասուն հարաբերություն էր, կառուցված փոխադարձ հարգանքի իսկական սիրո վրա։ Ռուբենը, զարմանալիորեն, նույնպես փոխվեց։ Ոչ ամբողջությամբ երբեք տարվա հայր չէր դառնա, բայց սկսեց փորձել։ Ավելի հաճախ էր զանգում երկվորյակներին։ Հայտնվում էր պայմանագրով սահմանված այցելություններին։ Ալիմենտը ժամանակին էր վճարում, հիմա այլ ընտրություն չուներ, բայց գոնե վճարում էր առանց այդքան բողոքելու։ Լոնն ու Լարան երեխաների անհավանական դիմացկունությամբ սկսեցին ինչ-որ տեսակի հարաբերություններ վերականգնել հոր հետ։ Դա նախկինի պես չէր լինի, երբեք չէր լինի, բայց դա ինչ-որ բան էր։ Եվ Մանեն, մեծահոգաբար, թույլ տվեց դա։ Ոչ թե որովհետև Ռուբենն արժանի էր, այլ որովհետև երեխաներն արժանի էին ներկա հայր ունենալու, թեկուզ անկատար։ Հունիսին Մանեն արեց մի բան, որը տասնամյակից ավելի չէր արել, ընդունվեց դասընթացի։ Բիզնեսի կառավարում, առցանց համալսարանում։ Միշտ ուզել էր կրթություն ունենալ, միշտ զգացել էր, որ կարող է ավելին լինել, ավելին անել, բայց Ռուբենի հետ ամուսնությունը կուլ էր տվել նրա բոլոր երազանքները։ Հիմա, ազատ կեսօրների ուսման վարձը վճարելու միջոցների առկայության պայմաններում, նա վերջապես կարող էր դրան հասնել։ Սովորելը ավելի դժվար էր, քան նա հիշում էր։ Աշխատանքներ անել, ակադեմիական տեքստեր կարդալ, քննություններ հանձնել։ Բայց դա նա աներակայելիորեն գոհացուցիչ էր։ Յուրաքանչյուր լավ գնահատականը հաղթանակ էր։ Յուրաքանչյուր հանձնված աշխատանքը ապացույց էր, որ նա ունակ է։ Եվ քիչ-քիչ Մանեն վերագտնում էր իր մի մասը, որը թաղված էր, խելացի, ունակ, հավակնոտ կնոջը, որը գոյություն ուներ մինչ պարզապես կին մայր լինելը։ Կլինիկայի մենեջերը տպավորված Մանեի նոր վստահությամբ նրա հետողական աշխատանքով նրան առաջխաղացում տվեց։ Ընդունարանի աշխատակցից վարչական համակարգող։ Դա ավելի շատ պատասխանատվություն էր, բայց նա ավելի լավ աշխատավարձ, ամենակարևորը, ճանաչում։ Մանեն կարիերա էր կառուցում, մի բան, որն իրենն էր, որը ոչ ոք չէր կարող խլել։ Լոնը ընդունվեց նկարչության դասընթացի, թաղամասի արվեստի դպրոցում։ Ուսուցիչը, Վարդան անունով մի թոշակառու նկարիչ, տղայի մեջ իրական տաղանդ տեսավ։ Սկսեց ուղղորդել նրան, տեխնիկաներ սովորեցնել, խրախուսել։ Եվ Լոնը ծաղկեց, նկարելով ավելի ու ավելի լավ, ստեղծելով կոմիքսներ, որոնք Մանեին հպարտությունից լաց էին լինել ստիպում։ Լարան սիրահարվեց պոեզիային։ Սկսեց մասնակցել դպրոցի ընթերցանության ակումբին, հետո սկսեց գրել իր սեփական բանաստեղծությունները, փոքրիկ անկեղծ, այն բաների մասին, որոնք նկատում էր աշխարհում։ Մի կեսօր նա Մանեին ցույց տվեց մի բանաստեղծություն, որտեղ ասվում էր. «Մայրս ծառի պես է։ Նրա արմատները ուժեղ են, նույնիսկ երբ քամին փորձում է տապալել նրան։ Եվ նրա ճյուղերը միշտ տեղ ունեն ինձ գրկելու համար»։ Մանեն այդ ծալված թուղթը պահեց դրամապանակում, որպես գանձ։ Սեպտեմբերին, այդ չկայացած հարսանիքից գրեթե 1 տարի անց, Դավիթը անակնկալ կազմակերպեց։ Մանեին ասաց, որ դա պարզապես ընթրիք է, բայց երբ հասան ռեստորան, դա ավելին էր։ Դա փոքրիկ տոնակատարություն էր այն մարդկանց հետ, ովքեր իսկապես կարող էին։ Տիկին Հրանուշ, պարոն Տիգրան, որոնք պայքարել էին նրա կողքին։ Տիկին Սոնա, որը խնամել էր երկվորյակներին ամենավատ պահերին։ Կլաուդիան այլ իսկական ընկերուհիներ, որոնք մնացել էին նրա կողքին։ Եվ, իհարկե, Լոնն ու Լարան։ Կենացներ եղան։ Ծիծաղ եղավ։ Պատմություններ վերապատմվեցին, այժմ այն հեռավորությամբ, որը թույլ է տալիս ծիծաղել նրա վրա, ինչը առաջ միայն լաց էր առաջացնում։ Եվ երախտագիտություն եղավ։ Շատ երախտագիտություն։ Հենց այդ գիշեր, երբ բոլորը գնացին, Դավիթը Մանեին երեխաներին տուն էր տանում, նա վերջապես ասաց այն բառերը, որոնք ամիսներ շարունակ պահել էր։ Դավիթը մեքենան կայանեց նրա շենքի դիմաց, բայց շարժիչը չանջատեց։ Մանեն ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Ես պատրաստ եմ։ Նա նայեց նրան, շփոթված։ Ինչին ես պատրաստ։ Մեզ համար։ Իսկական կյանք կառուցելու համար։ Ընտանիք լինելու համար։ Ես ամբողջ տարին ինձ գտնում էի, վերականգնում։ Եվ հիմա ես գիտեմ, թե ով եմ։ Ես Մանեն եմ։
Ես մայր եմ, մասնագետ, ուսանող, ընկեր։ Եվ ես ամբողջական եմ։ Եվ հենց ամբողջական լինելով եմ ուզում քեզ հետ լինել։ Դավիթը ժպտաց, այն լայն ժպիտով, որը լուսավորում էր ամբողջ դեմքը։ Համոզվա՞ծ ես։ Բացարձակ։ Նա համբուրեց նրան այնտեղ կայանված մեքենայում, երկվորյակներն արդեն քնած էին հետի նստատեղին։ Եվ Մանեն զգաց, որ վերջապես տանն է։ Ամուսնության պաշտոնական առաջարկը եկավ մի քանի շաբաթ անց պարզ կատարյալ, գյուղական տանը անցկացրած հանգստյան օրերին։ Դավիթը ծնկի իջավ նա երեխաների առջ, որովհետև գիտեր, որ ոչ միայն Մանեին է ամուսնության առաջարկություն անում, այլ ամբողջ ընտանիքին։ Լոնն ու Լարան ցատկեցին ուրախությունից, Մանեն ասաց այո մի վստահությամբ, որը երբեք առաջ չէր ունեցել։ Նրանք ամուսնացան դեկտեմբերին, Ռուբենի չկայացած հարսանիքից ուղիղ 1 տարի 1 ամիս անց։ Բայց այս անգամ այլ էր։ Դա փոքր մտերմիկ արարողություն էր, միայն իսկապես սիրող մարդկանց հետ, պարզ, բայց գեղեցիկ այգում։ Լոնն ու Լարան ծաղկե տղա ու աղջիկ էին, փայլելով իրենց տոնական հագուստներով։ Եվ երբ Մանեն քայլեց դեպի Դավիթը, նրան զոհասեղանի մոտ չուղեկցեց հայրը, նա տարիներ շարունակ կապ չուներ ընտանիքի հետ։ Նրան ուղեկցում էին իր երեխաները, մեկը մի կողմից, մյուսը մյուս։ Որովհետև նրանք միասին էին անցել ամեն ինչի միջով։ Նրանք թիմ էին։ Միշտ եղել են։ Հաջորդած ամիսներն ու տարիները կատարյալ չէին։ Կատարելություն գոյություն չունի։ Եղան մարտահրավերներ, վեճեր, դժվար պահեր։ Դավիթը շատ էր ճամփորդում բիզնեսի պատճառով, երբեմն Մանեն կարոտում էր նրան։ Երեխաները հետագայում ունեցան դեռահասությանը բնորոշ խնդիրներ։ Նրանց հարաբերությունները Ռուբենի հետ շարունակեցին բարդ մնալ։ Մանեն ունեցավ կասկածի, անվստահության պահեր, վերադարձ հին սովորույթներին, մտածելով, որ բավարար չէ։ Բայց տարբերությունն այն էր, որ հիմա նա գործիքներ ուներ։ Թերապիա ուներ։ Աջակցության ցանց ուներ։ Դավթին ուներ, որը, երբ տեսնում էր, որ նա սկսում է փակվել, քնքշորեն հետ էր քաշում նրան։ Եվ ինքն իրեն ուներ։ Այն Մանեին, որը սովորել էր, որ հնարավոր է ընկնել ոտքի կանգնել։ Որ հնարավոր է ոչնչացվել վերականգնվել։ Որ հնարավոր է անցնել դժոխքի միջով դուրս գալ մյուս կողմից ոչ միայն ողջ մնացած, այլ հաղթանակած։ Լոնը մեծացավ դարձավ պրոֆեսիոնալ նկարազարդող, աշխատում էր գովազդի ոլորտում ֆրիլանսներ անում հրատարակչությունների համար։ Լարան դարձավ գրականության ուսուցչուհի, պոեզիան օգտագործելով դեռահասներին սովորեցնելու գտնել իրենց սեփական ձայնը։ Երկուսն էլ մեծացան, իմանալով, որ կյանքը հեշտ չէ, բայց արժե պայքարել։ Իմանալով, որ ստերը հետանքներ ունեն, ճշմարտությունը, որքան էլ ցավոտ, միշտ ազատագրում է։ Մանեն ավարտեց կառավարման բաժինը տարիներ անց ասպիրանտուրա ընդունվեց։ Կլինիկայում բարձրացավ մինչ գլխավոր մենեջերի պաշտոն։ Հետո երբ Դավիթն առաջարկեց, սկսեց դասախոսություններ կարդալ կանանց հզորացման նոր սկիզբների մասին։ Նրա պատմությունը ոգեշնչեց այլ կանանց, ովքեր անցնում էին այն, ինչ նա էր անցել։ Օգնեց ստեղծել աջակցության ցանց բռնի ամուսնալուծության իրավիճակում գտնվող կանանց համար։ Իր ցավը վերածեց նպատակի։ Իսկ Ռուբենը։ Ռուբենը մնաց Ռուբեն։ Երբեք ամբողջությամբ չփոխվեց։ Շարունակեց եսասեր մնալ, շարունակեց սահմանափակ լինել իսկապես սիրելու իր կարողության մեջ։ Բայց ի վերջո թերապիայի շնորհիվ, որը դատավորը նրան պարտադրել էր անցնել որպես համաձայնագրի մաս, նա մի փոքր լավացավ։ Սովորեց լինել ներկա հայր, թեկուզ ոչ կատարյալ։ Եվ գուցե ինչ-որ տեղ խորքում սովորեց, որ այն, ինչ նա դեն նետեց, ավելի արժեքավոր էր, քան այն ամենը, ինչ փորձեց հետո կառուցել։ Տարիներ անց մի սովորական երեկոյան Մանեն այն բնակարանի պատշգամբում էր, որն այժմ կիսում էր Դավթի հետ, ավելի մեծ, քան իր նախորդը, բայց դեռ պարզ, դեռ հարմարավետ։ Նա թեյի բաժակ էր բռնել, դիտում էր, թե ինչպես է արը մայր մտնում երանի վրա։ Դավիթը գրասենյակում էր, տեսազանգի մեջ։ Լոնն ու Լարան, արդեն մեծահասակ, ունեին իրենց սեփական կյանքը, բայց դեռ ամեն շաբաթ նրանց հետ էին ընթրում։ Եվ Մանեն մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էր։ Որքան ցավ էր կրել։ Որքան վախի էր դիմակայել։ Քանի անգամ էր ուզել հանձնվել, բայց չէր հանձնվել։ Եվ հասկացավ մի բան, որը տարիներ էր պահանջվել լիովին հասկանալու համար։ Վրեժը երբեք Ռուբենին ոչնչացնելը չէր։ Վրեժն ինքն իրեն վերականգնելն էր։
ապացուցելը ոչ թե նրան, այլ ինքն իրեն, որ նա արժեք ուներ, որ սիրո էր արժանի, որ ունակ էր։ Վրեժն այնքան լավ, այնքան լիարժեք, այնքան ամբողջական ապրելն էր, որ այն իշխանությունը, որը նա կարծում էր, թե ուներ իր վրա, պարզապես գոլորշիացավ։ Նա կարիք չունեցավ նրան նվաստացնելու, հաղթելու համար։ Պարզապես պետք էր ոտքի կանգնել։ Եվ հենց դա էլ արեց։ Ոտքի կանգնեց։ Թափ տվեց փոշին։ Եվ քայլեց առաջ, քայլ առ քայլ, օր-օրի, մինչ մի օր հետ նայեց հասկացավ, որ կիլոմետրեր է անցել, որ նոր մարդ է դարձել։ Ոչ թե նոր տարբեր իմաստով, այլ իմաստով, վերջապես լինելու այն, ինչ միշտ եղել էր ցավի անվստահության բոլոր շերտերի տակ։ Մանեն ժպտաց մայրամուտին։ Կյանքը լավն էր։ Ոչ կատարյալ, բայց իրական։ Եվ իրականն այն ամենն էր, ինչ նա միշտ ուզել էր։